Հագեցած երեկոյին հղի կինը ականատես է լինում, թե ինչպես է իր զուգընկերը խայտառակ կերպով զվարճանում բոլորի առաջ։ Վայրկյաններ անց նա ոչ միայն չի ամաչում, այլ նրան հարվածում է, կարծելով, թե իր իշխանությունը նրան ազատում է հարգանքից։ Բայց այդ հարվածը նրան չի կոտրում։ Այն դառնում է նրա ազատագրման սկիզբը։ Հագեցած երեկոյին հղի կինը ականատես է լինում, թե ինչպես է իր զուգընկերը խայտառակ կերպով զվարճանում բոլորի առաջ։ Վայրկյաններ անց նա ոչ միայն չի ամաչում, այլ նրան հարվածում է, կարծելով, թե իր իշխանությունը նրան ազատում է հարգանքից։ Բայց այդ հարվածը նրան չի կոտրում։ Այն դառնում է նրա ազատագրման սկիզբը։ Հյուրանոցը Արարատ Պալասը ի սրահը փայլում էր ավստրիական բյուրեղների լույսի տակ, որոնք կախված էին առաստաղից, կարծես օդում կախված զարդեր լինեին։ Մարինե Քավալյանը ուղղեց մուգ կապույտ զգեստը, որը հազիվ էր կարողանում թաքցնել իր 6 ամսական հղի փորը, սեղմեց իր 3 տարեկան որդու, Գաբրիելի փոքրիկ, քրտնած ձեռքը, ով կառչած էր մոր ոտքից, լայն բացված աչքերով նայելով այդքան շատ էլեգանտ մարդկանց։ Տղան փոքրիկ սմոքինգ էր կրում, որը տատիկը պնդել էր գնել, բայց որն այժմ չափազանց անհարմար էր թվում մի երեխայի համար, ով պարզապես ցանկանում էր խաղալ։ Լարային քառյակի նուրբ երաժշտությունը լցնում էր միջավայրը, մինչ գործարարները, ղեկավարները, ներդրողները շրջում էին ֆրանսիական շամպայնի բաժակներով ձեռքերին, փոխանակ ելով մակերեսային ողջույններ ժպիտներ, որոնք չէին հասնում աչքերին։ Այս բարեգործական գալա երեկոն կազմակերպվել էր Քավալյան ինկորպորացիոն ընկերության կողմից, Մարինեի հոր Ռոբերտ Քավալյանի ընկերության, ով Երանյան անշարժ գույքի շուկայի ամենաազդեցիկ մարդկանցից էր։ Միջոցառման նպատակն էր ամրապնդել գործարար գործընկերների միջ կապերը, իհարկե, ցուցադրել ուժ։ Մարինեն ամեն ինչ դիտում էր սրտի ցավով, որն արդեն ծանոթ էր դարձել վերջին շաբաթներին։ Առաջին անգամը չէր, որ նա իրեն անտեսանելի էր զգում շքեղ բազմության մեջ, բայց այդ գիշեր օդում այլ բան էր կախված։ Լարվածություն, որը նա չէր կարողանում անվանել, բայց որը ստիպում էր նրա սրտին արագանալ ձեռքերին թեթակի դողալ։ Գաբրիելը քաշեց նրա կիսաշրջազգեստը ջուր խնդրեց հոգնած ձայնով, ասես հոգնել էր կանգնած լինելուց։ Նա ժպտաց որդուն խոստացավ, որ շուտով կգնան, թե գիտեր, որ դա սուտ էր։ Նրանք չէին կարող գնալ, քանի դեռ Ռոդրիգոն չէր որոշել։ Իսկ Ռոդրիգոն երբեք չէր ցանկանում գնալ, երբ ուշադրության կենտրոնում էր Ռոդրիգո Մենդեսյան։ Նրա զուգընկերը 5 տարի Գ. Ապրիելի նրա որովայնում աճող երեխայի հայրը։ Քավալյան ինկորպորացիոն ընկերության ընդլայնման տնօրեն, մի պաշտոն, որը նա ձեռք էր բերել ավելի շատ Մարինեի ազգանվան շնորհիվ, քան իր սեփական արժանինքներով, թե երբեք չէր խոստովանի դա։ Մարինեն նրան տեսավ սրահի մյուս կողմում, անթերի իր սմոքինգով, կատարյալ սանրված մազերով, դեմքին դրոշմված գայթակղիչ ժպիտով, մինչ աշխույժ զրուցում էր Լետիցիա Ֆոնսեկյանի, ընկերության նոր մարքեթինգի մենեջերի հետ։ Մարինեն զգաց, որ ստամոքսը շրջվում է։ Դա միայն հղիությունը չէր։ Դա այն էր, թե ինչպես էր Ռոդրիգոն իր մարմինը թեքում դեպի Լետիցիան, ինչպես էին նրա աչքերը փայլում այնպես, ինչպես Մարինեն ամիսներ շարունակ չէր տեսել, երբ նայում էր իրեն։ Դա նրա ձեռքն էր, որը թեթակի դիպչում էր կնոջ բաց թին, չափազանց բարձր ծիծաղը, չափազանց մոտիկությունը։ Եվ ամենավատն այն էր, որ նա չէր անհանգստանում թաքցնելու համար։ Այնտեղ, բոլորի առջ, նա բացահայտորեն սիրատացում էր, կարծես Մարինեն գոյություն չուներ, կարծես իր կրած փորը ոչինչ չէր նշանակում։ Մոխրագույն մազերով մարգարտյա վզնոցով մի տիկին անցավ Մարինեի կողքով կարեկցանքի քողի տակ խղճահար նայեց։ Դա ավելի շատ ցավեց, քան որ է խոսք։ Նվաստացումը ոչ միայն այն էր, ինչ անում էր Ռոդրիգոն, այլ այն փաստը, որ բոլորը տեսնում էին։ Բոլորը գիտեին։ Եվ այնուամենայնիվ, կյանքը շարունակվում էր, խոսակցությունները հոսում էին, շամպայնը մատուցվում էր, ոչ ոք ոչինչ չէր ասում։ Գաբրիելը սկսեց ավելի բարձր բողոքել, Մարինեն ջանքով նրան գրկեց, զգալով լրացուցիչ ծանրությունը, որը ճնշում էր իր արդեն ծանրաբեռնված ողնաշարը։ Նա դանդաղ քայլեց դեպի կողային սեղաններից մեկը, որտեղ հյութեր փոքրիկ սենդվիչներ կային, փորձելով շեղել տղային։ Մինչ Գաբրիելը հացի կտոր էր կրծում, Մարինեն չկարողացավ խուսափել նորից Ռոդրիգոյին նայելուց։ Նա այժմ ավելի մոտ էր Լետիցիային, ինչ-որ բան շշնջալով նրա ականջին, ինչը ստիպեց նրան բարձր ծիծաղել ձեռքը դնել Ռոդրիգոյի կրծքին, չափազանց մտերիմ ձով, որպեսզի լիներ պարզապես մասնագիտական քաղաքավարություն։ Արցունքները այրեցին Մարինեի աչքերը, բայց նա արագ թարթեց դրանք հեռացնելու համար։ Այնտեղ, այդ պահին լաց լինելը, բոլորին ավելի շատ պատճառ կտար իր մասին շշնջալու։
Բավական էր լինել հղի հուզականորեն լքված կին։ Պետք չէր նա լինել այն ողբալի կինը, ով հրապարակավ լաց էր լինում։ Նա խորը շունչ քաշեց, փորձելով վերահսկել իր ներսում աճող զայրույթն ու ցավը, կարծես պայթելու պատրաստվող փոթորիկ լիներ։ Այդ պահին նրա հայրը հայտնվեց կողքին, ինչպես միշտ վեհաշուկ, իր կատարյալ հարթեցված մոխրագույն կոստյումով լուրջ արտահայտությամբ, որը վախեցնում էր նույնիսկ ամենափորձառու ղեկավարներին։ Ռոբերտ Քավալյանը 62 տարեկան էր, սպիտակ մազերով, լայն ուսերով հայացքով, որը թափանցում էր մարդկանց միջով, կարծես կարողանար կարդալ նրանց ամենագաղտնի մտքերը։ Նա ձեռքը դրեց Մարինեի ուսին մեղմ հարցրեց, թե արդյոք ամեն ինչ կարգին է։ Մարինեն ստիպողաբար ժպտաց ասաց, որ այո, բայց նրա աչքերը մատնեցին սուտը։ Ռոբերտը հետեց դստեր հայացքին տեսավ հենց այն, ինչ նա էր տեսնում։ Ռոդրիգոն Լետիցիան, ավելի ու ավելի մոտ, ավելի ու ավելի անամոթ։ Ռոբերտի ծնոտը գծկվեց։ Նա ճանաչում էր Ռոդրիգոյի նման տղամարդկանց։ Ամբիցիոզ, մակերեսային, ովքեր կանանց տեսնու մեին որպես գավաթներ, իսկ հարաբերությունները որպես արտրային գործարքներ։ Նա երբեք լիովին չէր հավանել դստեր հարաբերությունները այդ տղամարդու հետ, բայց Մարինեն սիրահարված էր, նա հարգել էր նրա ընտրությունը։ Այժմ, տեսնելով ցավը դստեր հղի դեմքին, Ռոբերտը զղջում էր, որ ավելի վաղ չէր միջամտել։ Մարինեն Գաբրիելին նորից գետնին դրեց հորը ասաց, որ պետք է ինչ-որ բան լուծի։ Ռոբերտը փորձեց բռնել նրան թից, բայց նա արդեն քայլում էր դեպի Ռոդրիգոն ամուր քայլերով, կրունկները վճռականությամբ հարվածում էին մարմարին։ Մարդիկ սկսեցին նկատել, որ ինչ-որ բան է տեղի ունենալու։ Խոսակցությունները կիսատ ընդհատվեցին։ Հետաքրքրասեր հայացքները ուղղվեցին դեպի հղի կինը, ով անցնում էր սրահով, լարված դեմքով, բռունցքները սեղմած։ Երբ Մարինեն մոտեցավ Ռոդրիգոյին Լետիցիային, երաժշտությունը կարծես թե իջավ, կարծես նույնիսկ երաժիշտները կանխազգում էին մոտալուտ առճակատումը։ Ռոդրիգոն դեմքը շրջեց դեպի Մարինեն, վատ քողարկված անհանգստության արտահայտությամբ, կարծես նրա ներկայությունը անհարմարություն լիներ։ Մարինեն զգաց, որ զայրու իթը բարձրանում է կոկորդով, կարծես եռացող լավա։ Նա նայեց Լետիցիային, ով ամաչկոտ շեղեց հայացքը, իսկ հետո հայացքը հառեց Ռոդրիգոյի աչքերին։ Ամոթ չունես, հարցրեց Մարինեն դողացող, բայց ամուր ձայնով։ Ես այստեղ եմ գրելով քո երեխային, իսկ դու ցուցադրվում ես նրա հետ բոլորի առջ։ Ես այլս ոչինչ չունեմ, Ռոդրիգո։ Ոչինչ, բացի նվաստացումից։ Ռոդրիգոն աչքերը թարթեց մեկ քայլ հետ քաշվեց, կարծես նրա դրաման չափազանցված ողբալի լիներ։ Դու տեսարան ես ստեղծում, Մարինե։ Մենք պարզապես զրուցում էինք։ Պետք չէ ամեն ինչի համար խելագարվել։ Զրուցել, Մարինեն դառնությամբ կրկնեց։ Այդպես ես դա անվանում։ Զրուցել։ Մինչ ես միայնակ խնամում եմ մեր որդուն, դու զրուցում ես այս քաղաքի կանանց կեսի հետ։ Դու կարծում ես, որ ես կույր եմ, Ռոդրիգո։ Կարծում ես, որ չեմ տեսնում, չեմ զգում։ Շրջապատի մարդիկ սկսեցին աննկատ հեռանալ, բայց առանց բաց թողնելու տեղի ունեցող ոչինչ։ Ոմանք բռնած էին իրենց բջջային հեռախոսները, ակնհայտորեն տեսանկարահանելով։ Լետիցիան մրմնջաց մի արդարացում արագ հեռացավ, Ռոդրիգոյին թողնելով միայնա։ Դիմակայելու Մարինեին։ Նա մեկ քայլ առաջ եկավ, դեմքը կարմիր, զայրույթից ամոթից։ Դու ինձ ամոթանք ես տալիս, ասաց նա ատամների արանքից։ Լռիր, վերադարձիր քո տեղը։ Մարինեն զգաց, որ ինչ-որ բան կոտրվեց իր ներսում։ Դա միայն սիրտը չէր։ Դա հույսի վերջին կտորն էր, որ այդ տղամարդը կարող էր սիրել իրեն, հարգել կամ գոնե հաշվի առնել։ Նա բերանը բացեց պատասխանելու համար, բայց մինչ որե բառ դուրս կգար, Ռոդրիգոն ձեռքը բարձրացրեց ուժեղ ապտակեց նրան դեմքին։ Ձայնը արձագանքեց սրահում, որպես ամպրոպ։ Երաժշտությունը դադարեց։ Խոսակցությունները դադարեցին։ Լռությունը բացարձակ էր։ Մարինեն ճոճվեց կողքի, ձեռքը ավտոմատ կերպով դնելով այրվող այտին։ Նրա աչքերը լցվեցին արցունքներով, բայց այս անգամ նա չզսպեց դրանք։ Գաբրիելը, ով մի քանի մետր հետում էր պապիկի հետ, սկսեց բարձր լաց լինել, բղավելով մորը։ Տղայի լացը լցրեց սրահի խլացնող դատարկությունը, մինչ հարյուրավոր աչքեր հառած էին տեսարանին, որպես ողբերգության հանդիսատես։ Ռոդրիգոն կարծես չափազանց ուշ հասկացավ, թե ինչ էր արել։ Նա շուրջը նայեց, տեսավ ցնցված արտահա գիտությունները, իրեն ուղված բջջային հեռախոսները, բոլորի լուր դատապարտումը։
Բայց մինչ նա կկարողանար որևէ բան ասել, մի խորը սառը ձայն կտրեց օդը, կարծես սայր։ «Դուրս եք այստեղից հիմա», ասաց Ռոբերտ Քավալյանը, հայտնվելով դստեր կողքին, Գաբրիելին գրկած։ Տղան ձեռքերը մեկնում էր մորը, հուսահատորեն լաց լինելով։ Ռոդրիգոն բերանը բացեց բողոքելու համար, բայց Ռոբերտը մեկ քայլ առաջ եկավ, վեհաշուկ սպառնալից կեցվածքով։ «Ես ասացի, դուրս եք։ Հիմա։ Եվ վաղը առավոտյան դու կլինես իմ գրասենյակում։ Մենք շատ բան ունենք խոսելու»։ Ռոդրիգոն կուլ տվեց, փորձեց պահպանել իր հանգստությունը, բայց բոլորը կարող էին տեսնել վախը նրա աչքերում։ Նա ուղղեց բաճկոնը, վերջին հայացքը նետեց Մարինեին, դուրս եկավ սրահից հարյուրավոր մեղադրական հայացքների ծանրության տակ։ Մարինեն փլվեց հոր գրկում, մինչ Գաբրիելը կառչած էր նրանից, լաց լինելով։ Սրահը լուռ մնաց մի քանի վայրկյան, մինչ ինչ-որ մեկը վերջապես վերսկսեց խոսակցությունը մեղմ ձայնով, բայց բոլորը գիտեին, որ այդ գիշեր երբեք չի մոռացվի։ Գիշերը կարծես անվերջ էր։ Մարինեն նստած էր իր հոր կենտրոն թաղամասի առանձնատան հյուրասենյակի թագավորական մահճակալին, հառած սպիտակ պատին, մինչ Գաբրիելը քնած էր կողքին, գրկած իր փափուկ արջուկը, որը նա ամենուր էր տանում։ Այդը դեռ այրվում էր այնտեղ, որտեղ Ռոդրիգոն հարվածել էր, ամեն անգամ, երբ նա փակում էր աչքերը, Մարինեն տեսնում էր, թե ինչպես է տեսարանը կրկնվում դանդաղ շարժումով։ Նրա ձեռքը բարձրանում էր, հարվածը, աղմուկը, հայացքները, լռությունը։ Գաբրիելի լացը արձագանքում էր նրա մտքում, կարծես մուրճ, որն անդադար հարվածում էր։ Նա թեթակի դիպչեց իր այտին, զգաց, որ արցունքները նորից են գալիս։ Դա միայն ֆիզիկական ցավը չէր։ Դա նվաստացումն էր, հարյուրավոր մարդկանց առջ հարձակման ենթարկվելու, իր արժանապատվությունը կոտրված, կարծես ապակի հատակին։ Դա դաժան հաստատումն էր, որ այն տղամարդը, ում հետ նա կյանք էր կառուցել, ում հետ ապագա էր երազել, երբեք իրեն իսկապես չէր սիրել։ Ռոդրիգոն միշտ Ռոդրիգոյի մասին էր։ Նա պարզապես դեկորատիվ դեր էր կատարում նրա սոցիալական վերելքում։ Սենյակի դուռը լուռ բացվեց, Ռոբերտը մտավ երկու բաժակ ջրով սառույցի պարկով։ Նա նստեց մահճակալի եզրին, պարկը տվեց Մարինեին, ով այն դրեց դեմքին, հանգստության հառաչանքով։ Ռոբերտը դիտում էր դստերը, տխրության զսպված զայրույթի խառնուրդով։ Նա Մարինեին միայնակ էր դաստիարակել մոր մահից հետո, երբ աղջիկը ընդամենը 7 տարեկան էր։ Նա ճանաչում էր դստեր դեմքի յուրաքանչյուր արտահայտություն, ցավի կամ ուրախության յուրաքանչյուր երանգ։ Եվ այդ պահին, այն, ինչ նա տեսնում էր, կոտրված կին էր, ով փորձում էր ամբողջական մնալ կտորներից։ «Ես կլուծեմ սա», ասաց Ռոբերտը խորը ամուր ձայնով։ Նա անպատիժ չի մնա։ Դու երեխաները ապահով կլինեք։ Ես խոստանում եմ։ Մարինեն դանդաղ գլխով արեց, դեռ լիովին չհավատալով տեղի ունեցածին։ Ես պետք է ավելի վաղ տեսնեի, հայրիկ։ Բոլոր նշաններն այնտեղ էին։ Հեռախոսի հաղորդագրությունները, որոնք նա թաքցնում էր, գործուղումները, որոնք չափազանց երկար էին տում, այն ձդ, թե ինչպես էր նա ինձ նայում այդքան անտարբերությամբ։ Բայց ես հղի էի Գաբրիելով, հետո նորից հղի։ Ես այնքան էի ցանկանում, որ ամեն ինչ լավ ընթանա, որ ծածնում էի, թե չեմ տեսնում։ Դու բացարձ ակապես մեղավոր չես, Մարինե։ Ոչինչ, ինչ դու արել կամ չես արել, չի արդարացնում այն, ինչ նա արեց քեզ հետ։ Ոչինչ։ Մարինեն փակեց աչքերը, թույլ տվեց արցունքներին ազատորեն հոսել։ Ռոբերտը բռնեց նրա ձեռքը, ամուր սեղմեց, փոխանցելով այն ամրությունը, որն այդ պահին նրան այդքան պետք էր։ Նա մնաց այնտեղ, լուռ, պարզապես բռնելով դստեր ձեռքը, մինչ նա մեղմ լաց էր լինում, որպեսզի չարթնացներ Գաբրիելին։ Մի քանի րոպե անց նա ասաց, որ կապվել է Երանի լավագույն ընտանեկան փաստաբանի, դոկտոր Սեսիլիա Անդրեասյանի հետ, նա կգա առավոտյան։ Նա հանդիպում էր նշանակել Մարինեի անձնական մանկաբարձի հետ, համոզվելու համար, որ երեխան լավ է գիշերվա սթրեսից հետո։ Մարինեն պարզապես գլխով արեց, չափազանց հոգնած խոսելու համար։ Ռոբերտը համբուրեց նրա ճակատը, դուրս եկավ սենյակից, զգուշությամբ փակելով դուռը։ Բայց քնելու փոխարեն նա իջավ իր անձնական գրասենյակ, թանկարժեք փայտից պատրաստված միջավայր, իրավաբանական գրքերով, գործարար պայմանագրերով լի դարակներով։ Նա իրեն մի տարիքավոր վիսկի լցրեց, մի երկար կում խմեց, վերցրեց հեռախոսը։ Եկ զանգ կատարեց։ Առաջինը փաստաբանին, դոկտոր Սեսիլիա Անդրեասյանին, հաստատելով առավոտյան հանդիպումը։
Երկրորդը իր անձնական օգնականին խնդրելով ստուգել Ռոդրիգո Մենդեսյանի բոլոր գրանցումները ընկերությունում վերջին 6 ամսվա ընթացքում։ Երրորդը հյուրանոցը Արարատ Պալաս-ի անվտանգության տնօրենին խնդրելով գալա երեկոյի տեսագրությունների պատճենները։ Ռոբերտ Քավալյանը մարդ չէր, որ թույլ տար, որ ամեն ինչ պատահականության թողնվի։ Նա կայսրություն էր կառուցել զրոյից, դիմակայել էր տնտեսական ճգնաժամերին, անազնիվ մրցակիցներին խեղդող բյուրոկրատիաներին։ Եվ միշտ հաղթել էր, քանի որ յուրաքանչյուր քայլ պլանավորում էր վիրաբուժական ճշգրտությամբ։ Ռոդրիգո Մենդեսյանը սխալ էր թույլ տվել, թերագնահատելով նրան։ Նա հարվածել էր իր դստերը, նվաստացրել իր ընտանիքը, պղծել Քավալյան անունը։ Եվ դրա համար նա թանկ կվճարի։ Մինչ Ռոբերտը դանդաղ վիսկի էր խմում, պլանավորելով հաջորդ քայլերը, Ռոդրիգո Մենդեսյանը քաղաքի մյուս ծայրում էր, իր Ավան թաղամասի պենթհաուս բնակարանում, սենյակում այս ու այն կողմ քայլելով, կարծես վանդակված կեն։ Դանի։ Նա փորձել էր տասնյակ անգամներ զանգել Մարինեին, բայց բոլոր զանգերն անմիջապես ընկել էին ձայնային փոստ։ Նա փորձել էր հաղորդագրություններ ուղարկել, բայց ոչ մեկը չէր կարդացվել։ Նա գիտեր, որ գիծ էր հատել։ Գիտեր, որ Մարինեին հարվածելը, հատկապես բոլորի առջ, հսկայական սխալ էր։ Բայց զայրույթի պահին նա պարզապես կորցրել էր վերահսկողությունը։ Ռոդրիգոն իրեն մաքուր օղի լցրեց, ուղիղ շշից խմեց։ Նրա գլուխը պտտվում էր զղջման ինքնաարդարացման մեջ։ Նա կարիք չուներ այդ տեսարանը ստեղծելու, մտածում էր նա։ Կարիք չուներ ինձ նվաստացնելու բոլորի առջ։ Ես պարզապես արձագանքեցի։ Բայց խորքում, իր մի մասում, որին նա հրաժարվում էր մուտք գործել, Ռոդրիգոն գիտեր ճշմարտությունը։ Նա երբեք չէր սիրել Մարինեին։ Նա սիրել էր նրա ազգանունը, հոր ազդեցությունը, այն դուռը, որը նա բացել էր էլիտար կորպորատիվ աշխարհի համար։ Եվ հիմա, երբ այդ դուռը փակվում էր, նա խուճապ էր զգում։ Նա զանգեց Լետիցիային, բայց նա նույնպես չպատասխանեց։ Գիշերվա սկանդալից հետո նա հավանաբար հնարավորինս հեռու էր մնում, որպեսզի չկապվի դեպքի հետ։ Ռոդրիգոն հեռախոսը նետեց բազմոցին, նստեց կաշվե բազկաթոռին, գլուխը ձեռքերում։ Ամեն ինչ շատ արագ էր փլուզվում։ Նա պետք է ինչ-որ կերպ շտկեր դա։ Բայց ինչպես։ Հաջորդ առավոտ Մարինեն արթնացավ, Գաբրիելը ցատկում էր մահճակալի վրա, նախաճաշ խնդրելով։ Նա ժպտաց որդուն, թաքցնելով տխրությունը, միասին իջան առանձնատան խոհանոց, որտեղ խոհարարն արդեն պատրաստել էր տապիոկա, թարմ մրգեր, նարնջի հյուր։ Ռոբերտը նստած էր սեղանի շուրջ, թերթ կարդալով իր սովորական լուրջ արտահայտությամբ։ Նա ծալեց թերթը, երբ Մարինեն մտավ, հարցրեց, թե ինչպես էր նա քնել։ Քիչ, անկեղծորեն պատասխանեց նա, Գաբրիելի համար տապիոկա մատուցելիս։ Բայց լավ եմ։ Դոկտոր Սեսիլիան կժամանի 1 ժամից, ասաց Ռոբերտը։ Նա կառաջնորդի քեզ քո բոլոր իրավունքների վերաբերյալ։ Պաշտպանական միջոց, Գաբրիելի խնամակալություն, ալիմենտ, ամեն ինչ։ Մարինեն գլխով արեց, դանդաղ ծամելով պապայայի մի կտոր։ Իրավունքներ բառը տարօրինակ էր հնչում նրա բերանում։ Նա երբեք նախկինում կարիք չէր ունեցել պայքարելու իրավունքների համար։ Նա միշտ պաշտպանված էր եղել, խնամված, սիրված։ Բայց հիմա նա մտնում էր մի մարտադաշտ, որը չէր ընտրել, դիմակայելով մի թշնամու, ով գիտեր նրա յուրաքանչյուր թույլ կետը։ Ճիշտ ժամը 10-ին դոկտոր Սեսիլիա Անդրեասյանը ժամանեց առանձնատուն։ Նա 50 տարեկան կին էր, լավ կտրված մազերով, բարակ շրջանակով, ակնոցներով, մուգ կապույտ կոստյումով, որը փոխանցում էր լրջություն, իրավասություն։ Նա Մարինեին ողջունեց ամուր կարեկցանքով, միաժամանակ 2 ժամ շարունակ քայլ առ քայլ բացատրեց, թե ինչ պետք է արվեր։ Արտակարգ պաշտպանական միջոց, Ռոդրիգոին մոտենալուց կանխելու համար։ Դեպքի գրանցում։ Հյուրանոցի տեսագրությունների պահանջ։ Խնամակալության ալիմենտի կարգավորման հայց։ Յուրաքանչյուր բառ զրահի կտոր էր, որը Մարինեն դանդաղ հագնում էր, պատրաստվելով մոտալուտ պատերազմին։ Միաժամանակ Մաշտոցի Պողոտայի Քավալյան ինկորպորացիոնի հայելապատ շենքում Ռոդրիգո Մենդեսյանը մտավ ընդունարան, ստամոքսը կծկված։ Առավոտյան ստացած հաղորդագրությունը պարզ էր, ուղիղ։ Ռոբերտ Քավալյանը նրան կանչել էր ժամը 11-ին հանդիպման։ Դա հրավեր չէր։ Դա հրաման էր։ Ռոդրիգոն բարձրա։ Ցավ 20-րդ հարկ, որտեղ նախագահությունն էր։
Ռոբերտի քարտուղարը, տիկին Մարթան, 60-ամյա կին, ով 30 տարի աշխատել էր նրա հետ, Ռոդրիգոյին նայեց սուր սառնությամբ պարզապես ասաց, որ պարոն Քավալյանը սպասում է իրեն։ Ռոդրիգոն թակեց կարմիր ծառի դուռը մտավ։ Ռոբերտը նստած էր իր վեհաշուկ սեղանի հետում, ձեռքերը ծալած փաստաթղթերի թղթապանակի վրա։ Նա Ռոդրիգոյին չհրավիրեց նստելու, բայց Ռոդրիգոն այնուամենայնիվ նստեց, փորձելով պահպանել որոշ հանգստություն։ Ռոբերտը երկար վայրկյաններ նրան նայեց, ոչինչ չասելով, այդ լռությունն ավելի սարսափելի էր, քան որևէ բղավոց։ Վերջապես, Ռոբերտը բացեց թղթապանակը, մի քանի թուղթ մղեց դեպի Ռոդրիգոն։ Դու անորոշ ժամկետով հեռացված ես քո պարտականություններից։ Առանց աշխատավարձի, առանց մուտքի հաստատություններ, առանց հաճախորդների կամ գործընկերների հետ շփման։ Դու այսօր կստանաս պաշտոնական ծանուցում։ Ռոդրիգոն զգաց, որ արյունը սառեց։ Սա չափազանցություն է։ Դա անվերահսկելիության պահ էր։ Ես կարող եմ բացատրել։ Բացատրել ինչ, Ռոդրիգո։ Որ դու հարվածել ես իմ հղի դստերը։ 300 մարդու առջ։ Կամ գուցե ցանկանաս բացատրել այս հյուրանոցի հաշիվները ընկերության անունով, որտեղ դու Լետիցիա Ֆոնսեկյանին ես հյուրընկալել վերջին 4 ամսվա ընթացքում 3 տարբեր ուղղությունների ժամանակ։ Ռոդրիգոն գունատվեց։ Սա տարբեր է։ Սա այլ հարց է։ Ոչ, դա նույն հարցն է։ Դու անբարոյական, անեթիկական անապագա մարդ ես այս ընկերությունում։ Եվ եթե ինձնից է կախված, անապագա այս շուկայի ոչ մի տեղում։ Ռոդրիգոն կտրուկ վեր կացավ, վախը տեղի տալով զայրույթին։ Դու չես կարող ինձ այսպես ոչնչացնել։ Ես իրավունքներ ունեմ։ Դու կորցրիր քո իրավունքները այն պահին, երբ ձեռքդ դրեցիր իմ դստեր վրա։ Հիմա դուրս եկ իմ գրասենյակից, մինչ ես անվտանգություն չեմ կանչել։ Ռոդրիգոն դուրս եկավ սենյակից, դուռը փակելով, բայց դրսում նրա ոտքերը թուլացան, նա ստիպված եղավ հենվել պատին։ Ամեն ինչ փլուզվում էր։ Ամեն ինչ։ Երեքշաբթի առավոտյան Հայաստանը արթնացավ, դիտելով տեսանյութը։ Ռոդրիգոյի կողմից Մարինեին ապտակելու տեսարանը տեսագրվել էր առնվազն 5 տարբեր մարդկանց կողմից, տեսագրություններից մեկը արտահ ոսել էր սոցիալական ցանցեր գիշերվա ընթացքում։ Մի քանի ժամվա ընթացքում տեսանյութը միլիոնավոր դիտումներ էր հավաքել։ Հեշթեգները, ինչպիսիք են արդարություն Մարինեի համար, բռնարարը բացահայտված է, գերակշռում էին թրենդային թեմաներում։ Հեռուստատեսային մեկնաբանները քննարկում էին դեպքը առավոտյան հաղորդումներում։ Իրավաբանները բացատրում էին կանանց պաշտպանության օրենքները։ Սկանդալը դուրս էր եկել Երանի գործարար շրջանակից դարձել ազգային թեմա։ Մարինեն նստած էր իր հոր առանձնատան պատշգամբում, երիցուկի թեյ խմելով, փորձելով չնայել հեռախոսին, բայց դա անհնար էր։ Ստացված յուրաքանչյուր ծանուցում ծանոթ մարդ էր, ով համերաշխություն կամ հիվանդագին հետաքրքրություն էր ցուցաբերում։ Նա անջատեց սարքը, փակեց աչքերը, խորը շունչ քաշելով։ Առավոտյան արը մեղմորեն դիպչում էր նրա դեմքին, բայց չէր բերում այն հարմարավետությունը, որը նա փնտրում էր։ Նա իրեն բացահայտված խոցելի էր զգում, կարծես մերկ լիներ ամբողջ աշխարհի առջ։ Դոկտոր Սեսիլիան նորից եկավ, այս անգամ ուղեկցությամբ մասնավոր քննիչ Ֆլավիո Մեյրելյանի, 40 ինքամյա ջաղատ տղամարդու, ուշադիր աչքերով, զուսպ կեցվածքով։ Նա տարիներ շարունակ աշխատել էր Ռոբերտի համար ընկերության զգայուն հարցերում, այժմ նրան հանձնարարված էր հավաքել Ռոդրիգոյի դեմ անհրաժեշտ բոլոր ապացույցները։ Ֆլավիոն Մարինեին ներկայացրեց հյուրանոցից ստացված պատկերները, որոնք հստակ ցույց էին տալիս հարձակման պահը տարբեր անկյուններից։ Նա բերեց բանկային շարժի գրանցումներ, որոնք ցույց էին տալիս Ռոդրիգոյի կողմից կասկածելի փոխանցումներ երրորդ կողմի հաշիվներին։ Սա, բացատրեց Ֆլավիոն, ցույց տալով պլանշետի աղյուսակը, ծախսեր են, որոնք Ռոդրիգոն դասակարգել է որպես կորպորատիվ միջոցառումների հետ կապված։ Բայց երբ մենք համեմատեցինք ամսաթվերը ընկերության պաշտոնական օրակարգի հետ, պարզեցինք, որ նա օգտագործում էր Քավալյան ինկորպորացիոնի միջոցները հյուրանոցների, ռեստորանների ուղղությունների համար, որոնք ոչ մի կապ չունեին աշխատանքի հետ։ Մարինեն թվերին նայեց զարմանքի զզվանքի խառնուրդով։ Նա գիտեր, որ Ռոդրիգոն միշտ ամբիցիոզ էր եղել, բայց չէր պատկերացնում, որ նա հասել էր այդ կետին։ Դոկտոր Սեսիլիան մանրակրկիտ գրեց, ամեն ինչ հավաստիացրեց, որ այդ տեղեկությունները կներառվեն պատրաստվող դատական գործերում։ Ժամը 11-ին Ռոբերտը Մարինեին տարավ դոկտոր Բեատրիս Սիքեյրանի, իր վստահելի մանկաբարձի գրասենյակ։
Բժիշկը, 40 անց մի կին, գանգուր մազերը հավաքված հանգույցով, Մարինեին ընդունեց սիրով անհանգստությամբ։ Մանրամասն ուլտրաձայնային հետազոտությունից մոնիտորինգի հետազոտություններից հետո, դոկտոր Բեատրիսը հանգիստ ժպտաց ասաց, որ երեխան լավ է, սրտի բաբախյունները նորմալ են, պտղի տառապանքի նշաններ չկան, չնայած Մարինեի կրած հուզական սթրեսին։ Դու ուժեղ ես, Մարինե։ Քո մարմինը պաշտպանում է այս երեխային։ Բայց դու պետք է նա քեզ խնամես։ Առանց չափից ավելի լարվածության, առանց կերակուրներ բաց թողնելու, առանց անքուն գիշերների։ Քո բարեկեցությունը էական է երեխայի բարեկեցության համար։ Մարինեն խոստացավ, որ կփորձի հետել առաջարկություններին, թե գիտեր, որ դժվար կլինի հանգստություն պահպանել այն ամենի հետ, ինչ տեղի էր ունենում։ Գրասենյակից դուրս գալուց առաջ, դոկտոր Բեատրիսը բռնեց նրա ձեռքը ասաց մի բան, որը Մարինեի մտքում հնչեց ամբողջ օրվա ընթացքում։ Դու առաջին կինը չես, ով անցնում է սրանով, ցավոք, վերջինը չես լինի։ Բայց դու ունես մի բան, որ շատերը չունեն, աջակցություն։ Օգտագործիր դա։ Մի ամաչիր օգնություն խնդրելուց։ Մարինեն շնորհակալություն հայտնեց դուրս եկավ գրասենյակից, զգալով հանգստության տխրության տարօրինակ խառնուրդ։ Հանգստություն, քանի որ երեխան լավ էր։ Տխրություն, քանի որ նա երբեք չէր պատկերացրել, որ իր կյանքը կհասներ այդ կետին։ Երբ նա ամուսնացավ Ռոդրիգոյի հետ, երբ հղիացավ Գաբրիելով, երբ իմացավ, որ երկրորդ երեխային է սպասում, նա երազում էր միավորված ընտանիքի մասին, սիրով ծիծաղով լի տան մասին։ Եվ հիմա մնացել էին միայն դատական գործեր, պաշտպանական միջոցներ, վիրուսային տեսանյութեր։ Այդ կեսօրին արտակարգ պաշտպանական միջոցը տրամադրվեց դատարանի կողմից։ Դատավոր Իզաբել Ֆուրտադոյան, հայտնի կանանց պաշտպանության գործերում իր ամուր գործունեությամբ, որոշեց, որ Ռոդրիգո Մենդեսյանը պետք է պահպանի նվազագույնը 300 մետր հեռավորություն Մարինեից Գաբրիելից։ Անհապաղ կալանքի սպառնալիքի տակ, անհամապատասխանության դեպքում։ Ծանուցումն ուղարկվեց էլեկտրոնային եղանակով, Ռոդրիգոն ծանուցագիրը ստացավ դեռ կեսօրին, մինչ փակված էր իր բնակարանում, փորձելով հասկանալ, թե ինչպես էր իր կյանքն այդքան արագ փլուզվել։ Նա 3 անգամ կարդաց փաստաթուղթը, յուրաքանչյուր բառ մուրճի պես հարվածում էր նրա գլխին, կարծես դատավճիռ լիներ։ 300 մետր։ Մոտենալն արգելված է։ Շփվելն արգելված է։ Ռոդրիգոն զգաց զայրույթի խուճապի խառնուրդ։ Ինչպես նա դա կբացատրեր ընկերներին, ընտանիքին, այն գործընկերներին, ովքեր դեռ չգիտեին։ Ինչպես նա կվերականգներ իր հեղինակությունը, ազգային մակարդակով որպես հարձակվող բացահայտվելուց հետո։ Նա նորից փորձեց զանգել Լետիցիային, բայց այս անգամ նա պատասխանեց միայն սառը ասելու համար, որ այլս չի ցանկանում շփվել նրա հետ։ Ընկերությունն արդեն կանչել էր նրան կարգապահական հանդիպման, նա մտադիր չէր խորտակվել նրա հետ միասին։ Ռոդրիգոն հեռախոսը նետեց բազմոցին, այն ուժով շպրտեց պատին, տեսնելով, թե ինչպես է էկրանը 1000 կտորների բաժանվում։ Հենց այդպես է։ Նա իրեն զգում։ Կոտրված։ Միաժամանակ Քավալյան ինկորպորացիոնի գլխավոր գրասենյակում Ռոբերտը հանդիպում էր տնօրենների խորհրդի հետ։ Օրակարգը եզակի էր, Ռոդրիգո Մենդեսյանը։ Տնօրենները, բոլորը փորձառու տղամարդիկ կանայք, ովքեր ամուր կարիերա էին կառուցել Ռոբերտի կողքին, լուր լսում էին, մինչ նա ներկայացնում էր ֆինանսական վատ վարքի ապացույցները։ Կեղծ հաշիվ ապրանքագրեր, չարտոնագրված ծախսեր, միջոցների շեղում։ Ամեն ինչ այնտեղ էր, ճշգրիտ փաստաթղթավորված։ Ֆինանսական տնօրենը, պարոն Պաուլո Ռիբեյրոն, կլոր ակնոցներով դանդաղ խոսքով մարդը, անհավանությունով գլխով արեց։ Սա լուրջ է, Ռոբերտ։ Շատ լուրջ։ Մենք պետք է արագ գործենք, մինչ սա ավելի մեծ սկանդալ դառնա, քան արդեն կա։ Մենք արդեն գործում ենք, պատասխանեց Ռոբերտը։ Նա հեռացված է։ Ներքին աուդիտը գործարկվել է։ Եվ շուտով նա պաշտոնապես կազատվի աշխատանքից, արդարացի պատճառով։ Բայց մինչ այդ, ես ուզում եմ ապահովել, որ յուրաքանչյուր շեղված ցենտ վերականգնվի, որ նա օրենքով պատասխան տա ամեն ինչի համար։ Խորհուրդը միաձայն հաստատեց առաջարկված միջոցները։ Լետիցիա Ֆոնսեկյանը նույնպես կհետաքննվեր, քանի որ կասկածելի ծախսերից մի քանիսը նրա անունով էին։ Նա կկանչվեր ցուցմունք տալու, պատասխաններից կախված կարող էր բախվել աշխատանքից ազատման դատական հայցերի։ Հաջորդ օրը Լետիցիան կանչվեց ընկերության իրավաբանական բաժնի հանդիպումների սենյակ։ Նա նյարդայնացած մտավ, հագած մոխրագույն կոստյում, որը փորձում էր փոխանցել պրոֆեսիոնալիզմ, բայց նրա ձեռքերը տեսանելիորեն դողում էին։
Սեղանի շուրջ նստած էին ընկերության 3 փաստաբաններ, հենց դոկտոր Սեսիլիան, ում Ռոբերտը ներառել էր որպես դիտորդ։ Լետիցիային հարցեր տվեցին ուղղությունների, ընթրիքների, հյուրանոցների մասին։ Նա փորձեց հերքել Ռոդրիգոյի հետ որևէ ռոմանտիկ կապ, պնդելով, որ ամեն ինչ խիստ մասնագիտական էր։ Բայց երբ նրան ներկայացրեցին կորպորատիվ համակարգից վերականգնված տեքստային հաղորդագրություններ, որոնք հստակ ցույց էին տալիս մտերմություն, նրա վարկածը սկսեց փլուզվել։ Նա խոստովանեց, որ մոտեցում եղել է, բայց պնդեց, որ չգիտեր, թե Ռոդրիգոն ընկերության միջոցներն էր շեղում։ Նույնիսկ եթե դա ճիշտ է, ասաց փաստաբաններից մեկը, դուք ընդունել եք անպատշաճ կերպով վճարված օգուտներ։ Սա նվազագույնը հանցակցություն է։ Դուք ունեք 2 տարբերակ՝ լիովին համագործակցել հետաքննության հետ կամ բախվել աշխատանքից ազատմանը, արդարացի պատճառով հնարավոր դատական հայցի։ Լետիցիան հանդիպումից դուրս եկավ արցունքներով, իմանալով, որ իր կարիերան Քավալյան ինկորպորացիոն ում ավարտվել է։ Նա սխալ ձյու վրա էր խաղադրույք կատարել, հիմա կվճարեր դրա գինը։ Մինչ այս ամենը տեղի էր ունենում, Մարինեն տանն էր, ձայնային հաղորդագրություն ձայնագրելով հեռախոսում։ Դա ոչ ոքի ուղարկելու համար չէր։ Դա իր համար էր։ Դոկտոր Սեսիլիան առաջարկել էր, որ նա պահի հուզական օրագիր, ապրած ամեն ինչ մարսելու միջոց։ Մարինեն նախընտրեց ձայնագրել աուդիոներ։ Այսօր առաջին օրն է, ասաց նա դողացող ձայնով։ Իմ նոր կյանքի առաջին օրը։ Չգիտեմ, թե ինչպես կլինի։ Չգիտեմ, կկարողանամ։ Բայց ես պետք է փորձեմ։ Ինձ համար։ Գաբրիելի համար։ Մոտալուտ երեխայի համար։ Ես ավելին եմ արժանի, քան սա։ Արժանի եմ իսկապես սիրվելու։ Արժանի եմ հարգանքի։ Եվ եթե Ռոդրիգոն չի կարող ինձ դա տալ, ուրեմն ես ինքս կգտնեմ։ Նա դադարեցրեց ձայնագրությունը, թույլ տվեց արցունքներին թափվել։ Բայց այս անգամ դրանք միայն ցավի արցունքներ չէին։ Ավելի ինչ-որ բան կար։ Մի փոքրիկ կայծ, գրեթե աննկատ, բայց իրական։ Հույս։ 3 շաբաթ էր անցել Արարատ Պալասը հյուրանոցում տեղի ունեցած ճակատագրական գիշերից, Մարինեն նստած էր դոկտոր Հելենա Մորասյանի, հուզական տրավմաների ընտանեկան բռնության մասնագետ հոգեբանի գրասենյակի հարմարավետ բազկաթոռին։ Գրասենյակը գտնվում էր Էրեբունիի զուսպ շենքում, պաստելային երանգների պատերով մինիմալիստական դիզայնով, որը խաղաղություն էր փոխանցում։ Մարինեն շաբաթական 2 անգամ սեանսներ էր անցկացնում, յուրաքանչյուր հանդիպում ցավոտ, բայց անհրաժեշտ սուզում էր նրա ամենախորը վերքերի մեջ։ Ինչպե՞ս եք զգում այսօր, Մարինե, հարցրեց դոկտոր Հելենան մեղմ ջերմ ձայնով։ Մարինեն խորը շունչ քաշեց, պատասխանելուց առաջ։ Ավելի լավ, կարծում եմ։ Որոշ օրեր ավելի դժվար են, քան մյուսները։ Արթնանում եմ կեսգիշերին, մտածելով ամեն ինչի մասին, ինչ տեղի է ու նեցել, ինձ հարցնելով, թե արդյոք կարող էի այլ կերպ անել։ Բայց նա կան պահեր, երբ զգում եմ, որ ուժեղանում եմ։ Կարծես յուրաքանչյուր օր առանց նրա փոքրիկ հաղթանակ լինի։ Դոկտոր Հելենան ինչ-որ բան գրեց նոթատետրում գլխով արեց։ Մեղքը սովորական զգացում է ձեր նման իրավիճակներում։ Բայց կարող է հիշել, որ դուք պատասխանատու չեք նրա ընտրությունների համար։ Դուք չեք հրահրել հարձակումը։ Դուք չէիք արժանի այն, ինչ կրեցիք։ Ոչինչ, ինչ դուք արել եք, չի արդարացնում բռնությունը։ Մարինեն զգաց, որ արցունքները նորից են գալիս։ Նա դա ռացիոնալ կերպով գիտեր, բայց հուզականորեն դեռ հսկայական բեռ էր կրում։ Կարծես ինչ-որ կերպ նա ձախողել էր ընտանիքը միասին պահելու հարցում։ Դոկտոր Հելենան նրա հետ աշխատեց ճանաչողական վերակառուցման տեխնիկաների վրա, օգնելով նրան բացահայտել խեղաթյուրված մտքերը, դրանք փոխարինել ավելի առողջ ճշմարտություններով։ Դա դանդաղ գործընթաց էր, բայց Մարինեն ամեն շաբաթ նուրբ առաջընթաց էր զգում։ Միաժամանակ Ռոբերտը Մարինեի Գաբրիելի համար ապահով բնակարան էր տրամադրել Արաբկիրի ժամանակակից շենքում, քս. Անչորս ժամ անվտանգությամբ զուսպ, բայց արդյունավետ մոնիտորինգի համակարգով։ Բնակարանն ուներ 3 սենյակ, լայն հյուրասենյակ, ծովի տեսարանով, պատշգամբ, որտեղ Մարինեն սիրում էր նախաճաշել, դիտելով ավազի վրա կոտրվող ալիքները։ Գաբրիելն արագ էր հարմարվել նոր տանը, հատկապես որ շենքն ուներ մանկական խաղահրապարակ, որտեղ նա նոր ընկերներ էր ձեռք բերում։ Մարինեն նա վերսկսել էր իր աշխատանքը։ Ռոդրիգոյին ճանաչելուց առաջ նա մանկաբարձական բուժքույր էր, կրքոտորեն օգնելով կանանց հղիության ծննդաբերության ընթացքում։
Բայց Ռոդրիգոն միշտ խրախուսել էր նրա կարիերան, ասելով, որ նա կարիք չունի աշխատելու, որ պետք է կենտրոնանա կին մայր լինելու վրա։ Մարինեն զիջել էր, իր դիպլոմները պահարանում դնելով իր կոչումը մի կողմ թողնելով։ Այժմ, հոր դոկտոր Հելենայի խրախուսմամբ, նա որոշել էր վերադառնալ։ Նա սկսեց կամավոր աշխատել Նուբարաշենի ոսկե վարդ մանկամայրական կլինիկայում, համայնքային հաստատությունում, որը սպասարկում էր ցածր եկամուտ ունեցող կանանց։ Կլինիկան համակարգում էր գլխավոր բուժքույր Մարիանա Սիլվան, 50-ը։ Միասամորթ կին, գանգուր մազերը հավաքված հանգույցով, լայն ժպիտով վարակիչ էներգիայով։ Մարիանան Մարինեին ընդունեց բաց ձեռքերով անմիջապես նրան ներգրավեց նախածննդյան խորհրդատվություններին հղի կանանց խմբակներին։ Հենց կլինիկայում Մարինեն հանդիպեց դոկտոր Լուկաս Թավարեսյանին, 38-ամյա մանկաբարձ գինեկոլոգ, ով շաբաթական 2 օր էր նվիրում կամավոր աշխատանքին։ Լուկասը բարձրահասակ էր, ուներ բարի շագանակագույն աչքեր, խնամված մորուք բնական հանգստություն, որը հանգստացնում էր ամենանյարդային հիվանդներին։ Նա յուրաքանչյուր կնոջ հետ վերաբերվում էր հարգանքով ուշադրությամբ, անկախ նրա սոցիալական կարգավիճակից կամ կյանքի պատմությունից։ Մարինեն դա նկատեց առաջին իսկ օրվանից իսկական հիացմունք զգաց։ Հինգշաբթի կեսօրին, մինչ նրանք նյութեր էին պատրաստում կրծքով կերակրման մասին դասախոսության համար, Լուկասը Մարինեն զրուցում էին այն մասին, թե ինչն էր իրենց բերել այստեղ։ Լուկասը պատմեց, որ տարիներ առաջ քույրը մահացել էր բարդ ծննդաբերության ժամանակ, մի իրավիճակում, որից կարող էին խուսափել բավարար բժշկական օգնության հասանելիության դեպքում։ Այդ ժամանակից ի վեր նա իր ժամանակի մի մասը նվիրում էր նրան, որ այլ կանայք նույնը չանցնեն։ Իսկ դու, Մարինե, ինչը քեզ նորից բերեց բուժքույրական գործին։ Մարինեն հապաղեց, պատասխանելուց առաջ։ Ճշմարտությունն այն էր, որ կլինիկայի բոլորը գիտեին, թե ով էր նա։ Տեսանյութը շրջանառվել էր ամբողջ Հայաստանում, նրա դեմքը ճանաչելի էր։ Բայց այնտեղ ոչ ոք նրան որպես զոհ կամ հայտնի մարդ չէր վերաբերվում։ Նրան վերաբերվում էին որպես գործընկեր, որպես մասնագետ։ Եվ դա ազատագրող էր։ Ես պետք է ինքս ինձ նորից գտնեի, անկեղծորեն պատասխանեց նա։ Տարիներ շարունակ ապրել եմ, հաճոյացնելով մեկին, ով երբեք ինձ չի գնահատել։ Հիմա ես ապրում եմ ինձ համար։ Եվ իմ երեխաների համար։ Լուկասը գլխով արեց հասկացողությամբ, առանց ավելորդ հարցեր տալու։ Այդ լուր հարգանքը Մարինեին դիպավ այնպես, ինչպես նա չէր սպասում։ Այնտեղ դատապարտում չկար։ Այնտեղ ակնկալիքներ չկային։ Միայն մարդկություն։ Մինչ Մարինեն քայլ առ քայլ վերակառուցում էր իր կյանքը, Ռոդրիգոն ավելի ու ավելի էր խորտակվում։ Նա փորձ է լեր կապվել հին գործընկերների բիզնես գործընկերների հետ, բայց մեծ մասը խուսափում էր նրանից։ Նրա անունը պղծված էր, կապված սկանդալի, բռնության միջոցների շեղման հետ։ Ընկերությունները, որոնք նախկինում դիմում էին նրան խորհրդատվությունների համար, այժմ արգելափակում էին նրա զանգերը։ Քավալյան ինկորպորացիոնը նրա դեմ պաշտոնական հայց էր հարուցել միջոցների յուրացման համար, հետաքննությունը բացահայտել էր ավելի մեծ գումարներ, քան սկզբում պատկերացնում էին։ Ռոդրիգոն պետք է վերադարձներ ամեն ինչ, գումարած տուգանքներ, տոկոսներ, կամ կբախվեր դատական հայցի։ Լետիցիան պաշտոնապես ազատվել էր աշխատանքից, մտածում էր Երանից հեռանալու մասին, նորից սկսելու այլ քաղաքում, որտեղ իր անունը հայտնի չէր լինի։ Նա ամեն ինչում մեղադրում էր Ռոդրիգոյին, թե խորքում գիտեր, որ իր սեփական ընտրություններն էին իրեն հասցրել այդ կետին։ Նա փորձեց այլ աշխատանք գտնել մարքեթինգի ոլորտում, բայց յուրաքանչյուր հարցազրույց ավարտվում էր նույն անհարմար հարցով՝ Քավալյան ինկորպորացիոնից իր հեռանալու մասին։ Ճշմարտությունը միշտ դուրս է գալիս, հնարավորությունները մեկը մյուսի հետից անհետանում էին։ Ռոդրիգոն, մեկուսացված հուսահատ, սկսեց հաճախել հուզական վերահսկողության խնդիրներ ունեցող տղամարդկանց աջակցության խումբ։ Դա նրա կողմից վարձված փաստաբանի առաջարկն էր, ով հստակ ասել էր, որ փոփոխության անկեղծ ջանք ցուցաբերելը կարող է օգնել նրան Գաբրիելի այցելությունների կարգավորման գործընթացում։ Ռոդրիգոն գնում էր հանդիպումներին, բայց քիչ էր մասնակցում, դեռս մնալով շղթման ինքնախղճահարության խառնուրդի մեջ։ Միաժամանակ, Մարինեն ծաղկում էր։ Ոսկե վարդ կլինիկան դարձել էր նրա ապաստանը, մի վայր, որտեղ նա իրեն օգտակար գնահատված էր զգում։ Հղի կանայք, ում նա սպասարկում էր, եկել էին իրենից ոչ պակաս կամ ավելի դժվար իրականություններից, նրանց հաղթահարման պատմությունները Մարինեին այլ հեռանկար էին տալիս։ Նա մենակ չէր։ Հազարավոր կանայք ամենօրյա պայքար էին մղում լքվածության, բռնության, նախապաշարմունքների դեմ։
և նրանցից շատերը հաղթում էին։ Մարիանան, գլխավոր բուժքույրը, առաջարկեց, որ Մարինեն մասնակցի դժվարին իրավիճակներում գտնվող ՄԱ. իրերի աջակցության խմբին, որը գործում էր ամեն երեքշաբթի երեկոյան հենց կլինիկայում։ Մարինեն ընդունեց որոշակի հապաղումով, դեռ լիովին հարմարավետ չզգալով իր պատմությունը անծանոթներին բացահայտելու գաղափարից։ Բայց երբ նա հասավ առաջին հանդիպմանը, տեսավ ծալովի աթոռներին նստած կանանց շրջանակը, ովքեր կիսվում էին իրենց ցավերով, հաղթանակներով, հում անկեղծությամբ, Մարինեն գիտեր, որ ճիշտ տեղում է։ Նա լսեց կանանց պատմություններ, ովքեր փախել էին բռնի հարաբերություններից, առանց որևէ բանի, բացի մարմնի հագուստից։ Կանայք, ովքեր միայնակ էին երեխաներ դաստիարակում, աշխատելով 3 աշխատատեղում։ Կանայք, ովքեր վերակառուցել էին իրենց կյանքը զրոյից, այժմ օգնում էին ուրիշներին անել նույնը։ Երբ խոսելու հերթը հասավ իրեն, Մարինեն իր պատմությունը պատմեց առաջին անգամ ընտանեկան շրջանակից, բժշկական կաբինետներից դուրս։ Նա խոսեց գալա երեկոյի, հարձակման, հանրային նվաստացման, վիրուսային տեսանյութի մասին։ Խոսեց վախի, մեղքի, ամոթի մասին։ Բայց նա խոսեց այն ուժի մասին, որը նա գտնում էր հոր աջակցության, ամենօրյա փոքրիկ հաղթանակների մասին։ Կանայք նրան լսում էին հարգալից լռությամբ, երբ նա ավարտեց, մի քանիսը վեր կացան նրան գրկելու։ Այնտեղ խղճահարություն չկար։ Այնտեղ համերաշխություն կար։ Այնտեղ ճանաչում կար։ Դու հիմա մեզանից մեկն ես, ասաց մասնակիցներից մեկը, Ջեսիկա անունով մի կին, ով տարիներ շարունակ բռնության էր ենթարկվել, այժմ ղեկավարում էր ռիսկային իրավիճակում գտնվող կանանց համար նախատեսված ՀԿ։ Եվ մենք մերոնց հետում չենք թողնում։ Մարինեն այդ հանդիպումից դուրս եկավ, ավելի քիչ մենակ զգալով, քան ամիսներ շարունակ։ Նա հասկացավ, որ իր պատմությունը, որքան էլ ցավոտ լիներ, կարող է ավելի մեծ նպատակ ունենալ։ Նա կարող էր օգտագործել իր փորձը, իր տեսանելիությունը, իր ձայնը օգնելու այլ կանանց։ Ցույց տալու, որ հնարավոր է վերակառուցել։ Որ հնարավոր է վերածնվել։ Դեկտեմբեր ամիսը եկավ, բերելով ուժեղ շոկ նոր սկզբի խոստում։ Մարինեն գրեթե 9 ամսական հղի էր զգում էր փորի ծանրությունը յուրաքանչյուր քայլի ժամանակ, բայց նա այլ բան էր զգում։ Ներքին ուժ, որը նա չէր ճանաչում իր մեջ ամիսներ առաջ։ Նա արթնանում էր առավ ոտյան, նայում էր Գաբրիելին, ով խաղում էր հյուրասենյակում, դիպչում էր փորին, որտեղ աղջիկը շարժվում էր, շշնջում էր երախտագիտության խոսքեր։ Երախտագիտություն, ողջ մնալու համար։ Քաջություն գտնելու համար։ Մենակ չլինելու համար։ Ուրբաթ գիշերվա լուսադեմին Մարինեն արթնացավ, զգալով առաջին կծկումները։ Նա խորը շունչ քաշեց, ժամանակը չափեց ընդմիջումները, երբ հասկացավ, որ դրանք կանոնավոր են, զանգեց հորը դոկտոր Բեատրիսին։ Ռոբերտը նրան անմիջապես տարավ Սուրբ Հելենա ծննդատուն, Երանի լավագույններից մեկը, որտեղ ամեն ինչ արդեն պատրաստ էր նրա ժամանմանը։ Բժշկական թիմը ղեկավարում էր հենց դոկտոր Բեատրիսը, բայց Մարինեի զարմանքին դոկտոր Լուկաս Թավարեսյանը նույնպես այնտեղ էր, այդ գիշեր որպես մանկաբարձի օգնական։ Երբ Մարինեն տեսավ նրան սպիտակ խալաթով սենյակ մտնելիս, նա հանգստության նյարդայնության խառնուրդ զգաց։ Լուկասը մոտեցավ, բռնեց նրա ձեռքը, ասաց իրեն արդեն քաջ հայտնի հանգիստ ձայնով. «Դու մենակ չես, Մարինե։ Մենք քո դստերը աշխարհ կբերենք այն ամբողջ խնամքով, որին դուք երկուստ էլ արժանի եք»։ Ծննդաբերու թյունը դեց 7 ժամ։ Դրանք 7 ինտենսիվ, ցավոտ, բայց նախորապես վերափոխող ժամեր էին։ Յուրաքանչյուր կծկման ժամանակ Մարինեն զգում էր, որ ազատում է ոչ միայն իր ներսում աճող երեխային, այլ այն ցավերը, վախերը, վիրավորանքները, որոնք նա կրել էր այդքան երկար ժամանակ։ Նա բղավեց, լաց եղավ, ամուր սեղմեց Լուկասի ձեռքը, լսեց դոկտոր Բեատրիսի քաջալերող խոսքերը։ Եվ վերջապես, երբ առավոտյան առն արդեն լուսավորում էր ծննդատան պատուհանը, Մարինեն լսեց իր դստեր ուժեղ առողջ լացը։ Նա կատարյալ է, ասաց դոկտոր Բեատրիսը, փոքրիկին դնելով Մարինեի գրկում։ Մի գեղեցիկ ուժեղ աղջիկ, հենց մոր նման։ Մարինեն նայեց դստեր կարմրած դեմքին, սեղմված աչքերին, փոքրիկ բերանին, որը էներգիայով լաց էր լինում, զգաց այնպիսի ճնշող սեր, որ արցունքներն անվերահսկելիորեն հոսեցին։ Սոֆիա։ Նրա անունը կլիներ Սոֆիա, որը նշանակում էր իմաստություն։ Որովհետև Մարինեին շատ իմաստություն էր պետք եղել մինչ այնտեղ հասնելու համար։ Եվ նա ցանկանում էր, որ դուստրը մեծանա իմաստուն, ուժեղ, գիտակցելով իր սեփական արժեքը։ Լուկասը դիտում էր տեսարան։ Դեմքին զուսպ ժպիտով, հուզված պահի զգացմունքից։
Նա իր կարիերայի ընթացքում հարյուրավոր ծննդաբերությունների էր մասնակցել, բայց այս մեկն առանձնահատուկ բան ուներ։ Մարինեին տեսնելը մի կնոջ, ում նա ուղեկցել էր վերջին ամիսներին, հաղթահարելով այդքան դժվարություններ, այժմ այդքան քնքշությամբ բռնելով իր դստերը, ոգեշնչող էր։ Հաջորդ օրերին, մինչ Մարինեն ապաքինվում էր ծննդատան անձնական սենյակում, նա տասնյակ այցելություններ ստացավ։ Ռոբերտը ամեն օր գալիս էր Գաբրիելի հետ, ով քրոջը նայում էր հետաքրքրությամբ մի փոքրիկ նախանձով։ Աջակցության խմբի ընկերուհիները ծաղիկներ, ջերմ հաղորդագրություններ էին ուղարկել։ Մարիանան ոսկե-վարդ կլինիկայից նվերների զամբյուղ բերեց, որը պատրաստել էին այն հղի կանայք, ում Մարինեն սպասարկել էր։ Եվ Լուկասը անցնում էր ամեն օր, միշտ Մարինեի ապաքինումը Սոֆիայի կենսական նշանները ստուգելու պատրվակով, բայց մնում էր մի քանի րոպե, պարզապես զրուցելով։ Այդ այցելություններից մեկի ժամանակ, մինչ Սոֆիան հանգիստ քնած էր մահճակալի կողքի օրորոցում, Լուկասը հարցրեց Մարինեին, թե ինչ էր նա պլանավորում ապագայի համար։ Մարինեն մի քանի վայրկյան մտածեց, պատասխանելուց առաջ։ Նա դեռ մարսում էր այն ամենը, ինչ տեղի էր ունեցել վերջին ամիսներին։ Հարձակումը, վիրուսային տեսանյութը, բաժանումը, դատական գործընթացը, Սոֆիայի ծնունդը։ Յուրաքանչյուր իրադարձություն իր կյանքի բարդության շերտ էր։ Ես ուզում եմ շարունակել աշխատել կլինիկայում, վերջապես ասաց նա։ Ուզում եմ օգնել այլ կանանց, ովքեր անցնում են այն, ինչ ես անցա։ Ուզում եմ ցույց տալ, որ հնարավոր է նորից սկսել։ Որ մենք կարիք չունենք ընդունելու սիրո կամ հարգանքի փշրանքներ։ Եվ ուզում եմ, որ իմ երեխաները մեծանան, տեսնելով դա։ Տեսնելով, որ իրենց մայրը չի հանձնվել։ Լուկասը գլխով արեց հիացմունքով։ Դու զարմանալի ես, Մարինե։ Գիտես, դա։ Մարինեն ամաչկոտ ժպտաց։ Ես փորձում եմ հավատալ դրան։ Երբ Մարինեն դուրս գրվեց հիվանդանոցից, Ռոբերտը նրան, Գաբրիելին Սոֆիային տարավ Արաբկիրի բնակարան։ Տեղը զարդարված էր վարդագույն փուչիկներով մի հսկայական պաստառով, որի վրա գրված էր «Բարի գալուստ, Սոֆիա»։ Գաբրիելը շատ ուրախ էր քրոջը ցույց տալու։ Իրենց պատրաստած փոքրիկ սենյակը, սպիտակ օրորոցով, աստղիկներով, շարժական խաղալիքով, պաստելային երանգների վարագույրներով։ Մինչ Մարինեն հարմարվում էր երկու փոքր երեխաների հետ առօրյային, Ռոդրիգոյի դեմ դատական գործը առաջ էր շարժվում։ Խնամակալության ալիմենտի կարգավորման դատական նիստը նշանակված էր հունվարին։ Դոկտոր Սեսիլիան մանրակրկիտ պատրաստեց բոլոր փաստաթղթերը, գալա երեկոյի տեսագրությունները, Մարինեի բժշկական եզրակացությունները, կորպորատիվ միջոցների շեղման գրանցումները, անհավատարմության ապացույցները։ Ամեն ինչ վիրաբուժական ճշգրտությամբ կազմակերպված էր, ապահովելու համար, որ Մարինեն ստանա Գաբրիելի Սոֆիայի լիակատար խնամակալությունը, ինչպես նա արդար ալիմենտ։ Ռոդրիգոն իր հերթին այլ փաստաբան էր վարձել այն բանից հետո, երբ առաջինը հրաժարվեց գործից, պատճառաբանելով շահերի բախում։ Նոր պաշտպանը, դոկտոր Մարսիո Լեալյանը, տարեց տղամարդ էր, փորձառու դժվար գործերում, բայց նույնիսկ նա գիտեր, որ Ռոդրիգոյի շանսերը նվազագույն էին։ Դոկտոր Մարսիոյի տված առաջարկը պարզ էր՝ բանակցել։ Ընդունել առաջարկվող պայմանները, ցույց տալ անկեղծ զղջում հուսալ, որ դատավորը թույլ կտա գոնե վերահսկվող այցելություններ։ Ռոդրիգոն ապրում էր վարձակալած բնակարանում Արարատ Պալասը հյուրանոցի մոտ, շատ ավելի փոքր պարզ, քան այն պենթհաուսը, որտեղ նա սովորաբար բնակվում էր։ Նա վաճառել էր ներմուծված մեքենան Քավալյան ինկորպորացիոնի պարտքի մի մասը մարելու համար, բայց դեռ զգալի գումարներ էր պարտք։ Նրա խնայողությունները արագ սպառվում էին, ոչ մի կոնկրետ աշխատանքի առաջարկ չէր հայտնվել։ Նա օրերն անցկացնում էր պարտադիր թերապիայի, աջակցության խմբի հանդիպումների ափամերձ երկար զբոսանքների մեջ, փորձելով հասկանալ, թե որտեղ էր ամեն ինչ սխալ ընթացել։ Արոտ կեսօրին, մինչ նա քայլում էր լողափով, Ռոդրիգոն հեռվից տեսավ մի կնոջ, փոքր երեխայի մանկասայլակի հետ։ Մի պահ նրա սիրտը թռավ, մտածելով, թե դա Մարինեն է։ Բայց երբ նա զուսպ մոտեցավ, հասկացավ, որ դա ուրիշ մեկն է։ Այնուամենայնիվ, տեսարանը նրան մի պահ զգացրեց ինչ-որ բան, որը կարող էր լինել զղջում կամ պարզապես ինքնախղճահարություն։ Նա ամեն ինչ կորցրել էր։ Ընտանիքը, աշխատանքը, եղինակությունը, ընկերներին։ Եվ մեղքը լիովին նրա վրա էր։ Նույն շաբաթ Ռոդրիգոն նամակ գրեց Մարինեին։ Ոչ թե էլեկտրոնային հաղորդագրություն, այլ ձեռագիր նամակ թղթի վրա, կարծես գրելու ֆիզիկական ջանքը խոսքերին ավելի մեծ կշիռ տար։ Նա փորձեց արտահայտել զղջումը, ներողություն խնդրեց, ասաց, որ թերապիա է անցնում, փորձում է ավելի լավ մարդ դառնալ։
Խնդրեց հնարավորություն լինել հայր Գաբրիելի Սոֆիայի համար, նույնիսկ եթե միայն վերահսկվող այցելություններով։ Նամակը հանձնվեց փաստաբանների միջոցով, բայց Մարինեն չպատասխանեց։ Նա այն կարդաց մեկ անգամ, զգուշությամբ ծալեց դրեց դարակում։ Միգուցե մի օր այդ խոսքերը ինչ-որ բան կնշանակեին նրա համար, բայց այդ պահին դրանք պարզապես թանաք էին թղթի վրա։ Մարինեն կենտրոնացած էր այլ բաների վրա։ Ոսկե վարդ կլինիկան նրան հրավիրել էր ստանձնելու նախածննդյան ծրագրի համակարգումը, վճարովի պաշտոն, որը մեծ պատասխանատվություն էր պահանջում, բայց նա մասնագիտական ճանաչում էր բերում։ Մարինեն ոգորված ընդունեց։ Նա կաշխատեր շաբաթական 3 օր, վերահսկելով խորհրդատվությունները, նոր բուժ քույրեր վերապատրաստելով, հղի կանանց համար կրթական նյութեր մշակելով։ Դա հենց այն մարտահրավերն էր, որին նա պետք էր։ Մամուլը նույնպես սկսեց նրա ապաքինումը լուսաբանել այլ կերպ։ Պաուլա Մենդոնսա անունով մի լրագրողուհի, ով գրում էր լայն տարածում ունեցող կանանց ամսագրի համար, Մարինեից բացառիկ հարցազրույց խնդրեց։ Դոկտոր Սեսիլիայի հոր հետ խորհրդակցելուց հետո Մարինեն համաձայնեց։ Հարցազրույցը հրապարակվեց դեկտեմբերին, կինը, ով վերացնվեց մոխիրներից վերնագրով, ուղեկցվելով Մարինեի Սոֆիայի Գաբրիելի գեղեցիկ լուսանկարներով լողափում։ Հոդվածում Մարինեն բացահայտ խոսեց ինքնավերակառուցման գործընթացի, օգնություն փնտրելու կարողության, աջակցության խմբերի այլ կանանց օգնելու իր նոր առաքելության մասին։ Արձագանքը անմիջական էր դրական։ Հազարավոր կանայք Մարինեին հաղորդագրություններ էին գրել սոցիալական ցանցերի միջոցով, կիսվելով իրենց սեփական պատմություններով, շնորհակալություն հայտնելով նրան ցավը նպատակի վերածելու համար։ Ոմանք պատմեցին, որ վերջապես քաջություն էին գտել դուրս գալու բռնի հարաբերություններից։ Կարդալով նրա պատմությունը։ Մյուսներն ասացին, որ իրենց ավելի քիչ մենակ էին զգում, իմանալով, որ նույնիսկ ֆինանսական միջոցներով ընտանեկան աջակցությամբ կինը բախվում էր նույն հուզական դժվարություններին, ինչ իրենք։ Մարինեն ուշադիր կարդում էր յուրաքանչյուր հաղորդագրություն, պատասխանում էր հնարավորության դեպքում։ Նա հասկացավ, որ իր ձայնը հասանելիություն ունի։ Եվ որոշեց այն օգտագործել բարիքի համար։ Հունվարը եկավ, բերելով դատական նիստը, որը կորոշեր Մարինեի, Ռոդրիգոյի երեխաների ապագան։ Երանի արդարադատության դատարանի ընտանեկան բաժինը լուռ էր այդ երեքշաբթի առավոտյան, երբ բոլոր ներգրավվածները մտան սենյակ։ Մարինեն ուղեկցվում էր դոկտոր Սեսիլիայի կողմից, հագած էլեգանտ, բայց զուսպ հագուստ, մազերը հավաքված ցածր հանգույցով։ Նա ամուր բռնած էր պայուսակը, որի մեջ Գաբրիելի Սոֆիայի լուսանկարներն էին, թե գիտեր, որ երեխաները ներկա չեն լինի։ Սենյակի մյուս կողմից Ռոդրիգոն մտավ դոկտոր Մարսիո Լեալյանի հետ, տեսանելիորեն նիհարած, դեմքը նշանավորված խորը կապտուկներով, որոնք մատնում էին անքուն գիշերները։ Նրանց աչքերը հանդիպեցին առաջին անգամ ամիսներ շարունակ, Մարինեն սրտի ցավ զգաց, բայց հայացքը չշեղեց։ Նա այլս չէր վախենում նրանից։ Միգուցե խղճահարություն, միգուցե անտարբերություն, բայց ոչ վախ։ Ռոդրիգոն իր հերթին, կարծես կծկվեց նրա ամուր հայացքի ծանրության տակ։ Նա գիտեր, որ կորցրել էր ոչ միայն կնոջը երեխաներին, այլ հեշտ փրկության ցանկացած հնարավորություն։ Դատավոր Իզաբել Ֆուրտադոյանը մտավ, բոլորը վեր կացան։ Նա 60-ամյա կին էր, կարճ մոխրագույն մազերով, կարդալու ակնոցները կախված պարանոցից արդար, բայց խիստ լինելու համբավով։ Նա խնդրեց բոլորին նստել, սկսեց դատական նիստը, վերանայելով գործի նյութերը։ Նա հիշատակեց հյուրանոցի տեսագրությունները, բժշկական եզրակացությունները, ֆինանսական վատ վարքի ապացույցները։ Յուրաքանչյուր բառ կարծես դատավճիռ լիներ, կառուցված աղյուս առ աղյուս։ Երբ Ռոդրիգոյի խոսելու հերթը եկավ, դոկտոր Մարսիոն թույլտվություն խնդրեց, որ նա ուղղակիորեն դիմի դատավորին, նա Մարինեին։ Ռոդրիգոն վեր կացավ, ձեռքերը տեսանելիորեն դողում էին, փորձեց արտահայտել այն բառերը, որոնք տասնյակ անգամներ փորձել էր թերապևտի հետ։ Ես սարսափելի սխալներ եմ գործել, ասաց նա խեղդված ձայնով։ Ես վնասել եմ այն մարդուն, ում պետք է պաշտպանեի։ Նվաստացրել եմ իմ երեխաների մորը։ Դավաճանել եմ բոլորի վստահությանը։ Ես արդարացումներ չունեմ։ Միայն զղջում։ Եվ ես թերապիա եմ անցնում, հաճախում եմ աջակցության խմբեր, փորձում եմ ավելի լավ մարդ դառնալ։ Ես ներողություն չեմ խնդրում, որովհետև գիտեմ, որ արժանի չեմ։ Ես պարզապես խնդրում եմ հնարավորություն լինել հայր։ Ցույց տալ Գաբրիելին Սոֆիային, որ մարդիկ կարող են փոխվել։ Մարինեն լսեց, առանց հույզեր ցուցաբերելու։ Խոսքերը գեղեցիկ էին, բայց խոսքերը հեշտ էին։
Գործողություններն էին կարորը։ Եվ Ռոդրիգոն դեռ պետք է հետողական գործողություններով ապացուցեր, որ իսկապես փոխվել է։ Դատավոր Իզաբելը ամեն ինչ գրեց, այնուհետ մի քանի ուղիղ հարց տվեց Ռոդրիգոյին նրա թերապևտիկ ուղեկցման, նրա ներկա ֆինանսական վիճակի, ապագայի պլանների մասին։ Ռոդրիգոն անկեղծորեն պատասխանեց, խոստովանելով, որ ֆինանսական դժվարություններ ունի, բայց աշխատում է իր պարտքերը կարգավորելու համար։ Խոստովանեց, որ դեռ շատ բան ունի սովորելու հուզական վերահսկողության հարգանքի մասին։ Երբ Մարինեի հերթը եկավ, դոկտոր Սեսիլիան ներկայացրեց նրա գրավոր ցուցմունքը, որը նկարագրում էր ոչ միայն հարձակման տրավման, այլ վերակառուցման ամիսները։ Մարինեն խոսք խնդրեց, ասաց, ուղղակիորեն նայելով դատավորին. «Ես վրեժ չեմ ուզում։ Ես արդարություն եմ ուզում։ Ես ուզում եմ, որ իմ երեխաները մեծանան անվտանգության մեջ։ Եթե իրենց հայրը ցուցաբերի իրական, հետողական փոփոխություն, ես չեմ խանգարի, որ նրանք հարաբերություններ ունենան։ Բայց այդ փոփոխությունը պետք է ապացուցվի, ոչ թե պարզապես խոստացվի»։ Դատավորը գլխով արեց փաստաթղթերի վերլուծության համար կարճ դադարից հետո կայացրեց իր որոշումը։ Լիակատար խնամակալություն Մարինե Քավալյանին։ Ալիմենտը սահմանվեց Ռոդրիգոյի եկամտի արդար տոկոսով, որը պետք է ամենամյա վերանայվի։ Ռոդրիգո Մենդեսյանի համար վերահսկվող այցելությունների իրավունք, սկզբում ամսական 1 անգամ 2 ժամով, որը կարող է ընդլայնվել 6 ամիս անց, հոգեբանական բուժման շարունակականության վարքային կայո։ Ունության ապացույցի դեպքում պաշտպանական միջոցը կպահպանվեր, բայց ճկունությամբ թույլ տալու այցելությունները երրորդ կողմի լիազորված անձանց վերահսկողության ներքո։ Ռոդրիգոն աչքերը փակեց հանգստացած։ Դա այն ամենը չէր, ինչ նա ցանկանում էր, բայց ավելին էր, քան վախենում էր ունենալ։ Նա հնարավորություն կունենար տեսնելու երեխաներին, փորձելու նրանց հետ որևէ հարաբերություն կառուցել, նույնիսկ եթե հսկողության տակ։ Դա սկիզբ էր։ Մարինեն դուրս եկավ դատարանից, զգալով, որ հսկայական բեռ է թափվել իր ուսերից։ Այդ փուլն ավարտվել էր։ Հիմա պետք էր առաջ շարժվել։ Ռոբերտը սպասում էր դրսում, ամուր գրկեց նրան. «Դու զարմանալի էիր, աղջիկս։ Ես շատ հպարտ եմ քեզանով»։ Նույն շաբաթ Մարինեն անսպասելի հրավեր ստացավ։ Երանի գործարար կանանց մեծ ասոցիացիան կազմակերպում էր միջոցառում կանանց առաջնորդության դժվարություններից հետո վերականգնման մասին, նրանք ցանկանում էին Մարինեին որպես հիմնական բանախոս։ Միջոցառումը տեղի կունենար փետրվարի վերջին նույն Արարատ Պալասը հյուրանոցում, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Մարինեն հապաղեց։ Վեր ադառնալ այդ վայր ցավոտ հիշողություններ կբերեր։ Բայց դոկտոր Հելենան, նրա հոգեբանը, առաջարկեց, որ դա կարող է վերաիմաստավորման հնարավորություն լինել։ Նվաստացման տարածքը հաղթանակի տարածքի վերածելու։ Մարինեն մի քանի օր մտածեց, վերջապես ընդունեց։ Մինչ նա պատրաստվում էր դասախոսությանը, Մարինեն նա այլ փոփոխություններ էր ապրում իր անձնական կյանքում։ Լուկասը դարձել էր մշտական ներկայություն։ Նա պարբերաբար այցելում էր Մարինեին երեխաներին, միշտ Սոֆիայի զարգացումը ստուգելու կամ կլինիկայից որևէ նյութ բերելու պատրվակով։ Բայց երկուսն էլ գիտեին, որ այնտեղ ավելին կար։ Իսկական կապ, կառուցված փոխադարձ հարգանքի, հիացմունքի ժամանակի վրա։ Շաբաթ կեսօրին Լուկասը Մարինեին, Գաբրիելին Սոֆիային տարավ զբոսնելու Երանի բուսաբանական այգի։ Գաբրիելը վազվզում էր 100-ամյա ծառերի արանքում, մինչ Սոֆիան հանգիստ քնած էր մանկասայլակում։ Լուկասը Մարինեն քայլում էին կողք կողքի, զրուցելով ամեն ինչի ոչնչի մասին։ Երաժշտական նախասիրությունների, գրքերի, մանկության երազանքների մասին։ Շտապողականություն չկար։ Ճնշում չկա։ Միայն երկու մեծահասակներ, ովքեր նորից էին բացահայտում առանց վախի ուղեկցությամբ լինելու թեթությունը։ Ես սիրում եմ քեզ հետ լինել, հանկարծ ասաց Լուկասը, կանգ առնելով լճի մոտ, որտեղ գունագեղ կարպեր էին ծույլ լողում։ Ես չեմ ուզում շտապեցնել որևէ բան։ Գիտեմ, որ դու շատ բան ես անցել։ Բայց ուզում եմ, որ դու իմանաս, որ ես այստեղ եմ։ Քեզ անհրաժեշտ ժամանակի ընթացքում։ Մարինեն զգաց, որ աչքերը լցվում են, բայց այս անգամ դրանք լավ արդյունքներ էին։ Ես նույնպես սիրում եմ քեզ հետ լինել, Լուկաս։ Եվ ես գնահատում եմ քո համբերությունը։ Ես դեռ ինձ եմ գտնում։ Դեռ բուժվում եմ։ Բայց քեզ կողքիս ունենալն ամեն ինչ ավելի հեշտ է դարձնում։ Նրանք այդ օրը չհամբուրվեցին։ Մեծ հայտարարություններ չեղան։
բայց կար լուռ փոխըմբռնում, որ ինչ-որ գեղեցիկ բան էր կառուցվում։ Ինչ-որ ամուր բան։ Ինչ-որ առողջ բան։ Միաժամանակ փոփոխություններ էին տեղի ունենում նա Մարինեի մասնագիտական կյանքում։ Ռոբերտը նրան հրավիրեց պաշտոնական հանդիպման Քավալյան ինկորպորացիոն ում նա ստեղծում էր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բ. Աժին ցանկանում էր, որ Մարինեն լիներ գլխավոր խորհրդատուն։ Աշխատանքը կենտրոնացած կլիներ հղի աշխատակցուհիներին աջակցող ծրագրերի մշակման, հալածանքների դեմ պայքարի քաղաքականության համայնքային կլինիկաների, ինչպիսին էր ոսկե վարդը, հետ համագործակցության վրա։ Մարինեն շատ չմտածեց։ Անմիջապես ընդունեց։ Դա հնարավորություն էր միավորելու իր անձնական փորձը իրական սոցիալական ազդեցության հետ։ Ապահովելու, որ ընկերության մյուս կանայք ունենան այն ռեսուրսները աջակցությունը, որոնք նա հազիվ էր ունեցել։ Ռոդրիգոն իր հերթին փորձում էր իր կյանքը վերակառուցել ավելի համեստ ձով։ Նա կարողացել էր մի քանի ֆրիլանս աշխատանք գտնել որպես ֆինանսական խորհրդատու փոքր ընկերությունների համար։ Դա շքեղ չէր վճարում նույնիսկ մոտ այնքան, որքան նա սովորաբար վաստակում էր, բայց ազնիվ էր։ Նա հավատարմորեն շարունակում էր թերապիան աջակցության խմբերը։ Առաջին անգամ նա սկսում էր իսկապես լսել։ Հասկանալ այն կործանարար օրինաչափությունները, որոնց նա հետել էր տարիներ շարունակ։ Ընդունել պատասխանատվություն, առանց իրեն զոհած։ Նելու։ Խմբի նիստերից մեկի ժամանակ մասնակիցներից մեկը հարցրեց Ռոդրիգոին, թե ինչն էր փոխվել իր համար։ Ռոդրիգոն երկար մտածեց, պատասխանելուց առաջ. Ես ամեն ինչ կորցրի։ Եվ դա ինձ ցույց տվեց, որ այն ամենը, ինչ ես կարծում էի, որ կարևոր էր, կարգավիճակը, փողը, իշխանությունը ոչինչ չեն նշանակում, եթե դու բնավորություն չունես։ Հիմա ես պարզապես ուզում եմ լինել պարկեշտ մարդ։ Մի հայր, ում իմ երեխաները կարող են հարգել, նույնիսկ եթե հեռվից։ Առաջին վերահսկվող այցելությունը տեղի ունեցավ Չեզոք տարածքում, ընտանեկան միջնորդության մասնագիտացված հաստատության գունագեղ սենյակում։ Գաբրիելը մտավ վերահսկիչի ձեռքը բռնած, կասկածանքով նայելով հորը, ում ամիսներ շարունակ չէր տեսել։ Սոֆյան սոցիալական աշխատողի գրկում էր։ Ռոդրիգոն զգաց, որ սիրտը սեղմվում է, տեսնելով երեխաներին։ Նա փորձել էր մտապահել, թե ինչ պետք է ասեր, բայց երբ Գաբրիելը նրան նայեց այդ մեծ, շփոթված աչքերով, բոլոր խոսքերը անհետացան։ Ողջույն չեմպիոն, միայն դա կարողացավ ասել Ռոդրիգոն, ծնկի իջնելով Գաբրիելի հասակին հավասարվելու համար։ Ողջույն։ Ամաչկոտ պատասխանեց տղան։ 2 ժամը դանդաղ անցավ։ Ռոդրիգոն փորձեց խաղալ Գաբրիելի հետ, ցույց տվեց նկարներ, որոնք պատրաստել էր նրա համար։ Զգուշությամբ բռնեց Սոֆիային, զարմացած, թե որքան էր նա մեծացել։ Կատարյալ չէր։ Անհարմար լռության պահեր եղան։ Բայց դա սկիզբ էր։ Եվ Ռոդրիգոն գիտեր, որ շատ սկիզբներ պետք կլինեն, որև վստահություն վերականգնելու համար։ Փետրվարի վերջը բերեց այն օրը, որին Մարինեն սպասում էր անհանգստության վճռականության խառնուրդով։ Կանանց առաջնորդության միջոցառումը տեղի կունենար այդ գիշերը Արարատ Պալաս հյուրանոցի շքեղ սրահում, նույն վայրում, որտեղ նրա կյանքը փլուզվել էր 6 ամիս առաջ։ Բայց այս անգամ նա չէր մտնի որպես զոհ։ Նա կմտնի որպես փրկված։ Որպես հաղթող։ Որպես կին, ով վերածնվել էր իր սեփական մոխիրներից։ Մարինեն հյուրանոցի սենյակում էր, պատրաստվում էր։ Նա մի քանի ժամ առաջ էր եկել, նորից հարմարվելու տարածքին։ Քայլեց դատարկ սրահում, դիպչեց թավշյա վարագույրներին, նայեց բեմին, որտեղ պետք է խոսեր։ Խորը շունչ քաշեց զգաց, որ այնտեղ այլս վախ չկա։ Միայն նպատակ։ Նա ընտրել էր։ Զմրուխտ կանաչ երկար զգեստ, էլեգանտ, բայց հարմարավետ, որն ավելի շատ ընդգծում էր նրա ուժը, քան փխրունությունը։ Մազերը բաց էին մեղմ ալիքներով, բնական դիմահարդարումն ընդգծում էր նրա աչքերը, որոնք այժմ փայլում էին իսկական վստահությամբ։ Սենյակից դուրս գալուց առաջ Մարինեն իր համար մեկ-ձայնային հաղորդագրություն ձայնագրեց, շարունակելով այն օրագիրը, որը սկսել էր ամիսներ առաջ։ 100-րդ օրը։ Այսօր ես վերադառնում եմ այն վայրը, որտեղ ամեն ինչ սկսվեց։ Բայց ես այլս այդ կինը չեմ։ Ես վերափոխվել եմ։ Եվ այսօր ես կպատմեմ իմ պատմությունը ոչ թե բողոքելու համար, այլ ոգեշնչելու։ Ցույց տալու, որ ցավը կարող է դառնալ ուժ։ Որ նվաստացումը կարող է դառնալ նպատակ։ Ես պատրաստ եմ։ Ներքում սրահը սկսում էր լցվել։
Ավելի քան 400 կանայք, գործարարներ, ղեկավարներ, ձեռներեցներ, ակտիվիստներ զբաղեցնում էին էլեգանտ շարքերով դասավորված աթոռները։ Կային նա մի քանի տղամարդիկ, կանանց գործի դաշնակիցներ, այդ թվում Ռոբերտ Քավալյանը, ով շուտ էր եկել նստել էր առաջին շարքում, Լուկաս Թավարեսյանի կողքին։ Երկուսն էլ ոխադարձ հարգանք էին զարգացրել վերջին շաբաթներին միավորված Մարինեի հանդեպ ունեցած սիրով հիացմունքով։ Լույսերն անջատվեցին, հաղորդավարուհին բարձրացավ բեմ ողջունելու։ Նա հակիրճ խոսեց ճկունության, հուզական վերականգնման կանանց հզորացման թեմաները քննարկելու կարողության մասին։ Եվ այնուհետ, հուզված ձայնով, հայտարարեց Մարինե Քավալյանին. Ծափահարությունները խլացուցիչ էին։ Մարինեն դանդաղ բարձրացավ բեմ, յուրաքանչյուր քայլը որպես հաղթանակ զգալով։ Երբ նա հասավ կենտրոն, նայեց հանդիսատեսին, տեսավ հարյուրավոր ուշադիր, սպասողական, համերաշխ դեմքեր։ Տեսավ բոլոր տարիքի, բոլոր էթնիկ պատկանելությունների, բոլոր ծագումների կանանց։ Տեսավ իր հորը, աչքերում զուսպ արցունքներով։ Տեսավ Լուկասին, հպարտ ժպտալով։ Եվ զգաց, որ հենց այնտեղ է, որտեղ պետք է լինի։ Բարի երեկո, սկսեց նա ամուր ձայնով։ 6 ամիս առաջ ես այս նույն սրահում էի։ Հղի, հոգնած, փորձելով պահպանել արտաքին տեսքը, մինչ իմ կյանքը ներսից փլուզվում էր։ Այդ գիշեր ինձ հրապարակավ հարձակման ենթարկեց իմ երեխաների հայրը հարյուրավոր մարդկանց առջ։ Եզանից շատերը տեսան տեսանյութը։ Ամբողջ աշխարհը տեսավ։ Եվ այդ պահին ես կարծեցի, որ իմ կյանքն ավարտվել է։ Բայց ճշմարտությունն այն է, որ իմ կյանքը նոր էր սկսվում։ Սրահում լռությունը բացարձակ էր։ Յուրաքանչյուր մարդ լիովին կլանված էր Մարինեի խոսքերով։ Նա շարունակեց, պատմելով իր ճանապարհորդությունը, առանց մանրամասներ խնայելու։ Խոսեց նվաստացման, ֆիզիկական հուզական ցավի, այն օրերի մասին, երբ չէր ցանկանում անկողնուց դուրս գալ։ Բայց նա խոսեց այն մարդկանց մասին, ովքեր աջակցեցին իրեն։ Թերապիայի մասին, որն օգնեց նրան մարսել տրավման։ Կլինիկայում աշխատանքի մասին, որը նրան վերադարձրեց նպատակը։ Աջակցության խմբի կանանց մասին, ովքեր նրան ցույց տվեցին, որ նա մենակ չէ։ Ես շատ բան սովորեցի այս 6 ամիսների ընթացքում, ասաց Մարինեն հուզմունքով լի ձայնով։ Սովորեցի, որ իսկական սերը երբեք չի վնասում։ Սովորեցի, որ հարգանքը բանակցելի չէ։ Սովորեցի, որ մենք կարող ենք կոտրվել, այնուամենայնիվ վերակառուցվել ավելի ուժեղ։ Սովորեցի, որ մեր պատմությունը չի ավարտվում, երբ ինչ-որ վատ բան է տեղի ունենում։ Իրականում, երբեմն հենց այնտեղ է, որ այն իսկապես սկսվում է։ Նա դադարեց, ուղղակիորեն նայեց տեսախցիկին, որը ուղիղ եթեր էր հեռարձակում միջոցառումը։ Ուզում եմ ասել յուրաքանչյուր կնոջ, ով հիմա լսում է սա, դուք կարիք չունեք ընդունելու փշրանքներ։ Կարիք չունեք հանդուրժելու անհարգալից վերաբերմունք, բռնություն կամ հուզական լքվածություն, պարզապես այն պատճառով, որ վախենում եք մենակ մնալուց։ Որովհետև ճշմարտությունն այն է, որ ավելի լավ է մենակ լինել, քան ուղեկցվել մեկի կողմից, ով քեզ նվաստացնում է։ Եվ երբ դու քաջություն ես գտնում դուրս գալու, երբ թույլ ես տալիս քեզ օգնություն փնտրել, երբ դու վերակառուցում ես քեզ, դու հայտնաբերում ես մի զարմանալի բան, քեզ երբեք պետք չի եղել փրկել։ Դու միշտ ունեցել ես ուժը քո ներսում։ Ծափահարությունները պայթեցին, մինչ նա նույնիսկ ավարտեր նախադասությունը։ Կանայք վեր կացան, ոմանք բացահայտ լաց էին լինում, մյուսները թարմացված վճռականության արտահայտությամբ։ Մարինեն սպասեց, որ աղմուկը մարի, այնուհետ հասավ իր խոսքի ամենակարևոր մասին։ Ես վերջերս զգալի փոխհատուցում ստացա իմ կողմից հարուցված դատական գործի վերաբերյալ։ Եվ երկար մտածելուց հետո որոշեցի, որ այդ գումարի կեսը կնվիրաբերեմ Սոֆիա Քավալյան հիմնադրամի ստեղծմանը, ի պատիվ իմ դստեր։ Հիմնադրամը համապարփակ աջակցություն կտրամադրի այն կանանց, ովքեր պետք է դուրս գան բռնի հարաբերություններից, բայց չունեն միջոցներ։ Մենք կտրամադրենք ժամանակավոր ապաստան, անվճար իրավաբանական օգնություն, հոգեբանական ուղեկցում, մասնագիտական վերապատրաստում, աջակցություն աշխատաշուկայում վերաինտեգրվելու համար։ Որովհետև ես բախտավոր էի։ Ես ունեի հայրս, ունեի միջոցներ, ունեի աջակցության ցանց։ Բայց միլիոնավոր կանայք չունեն։ Եվ նրանք արժանի են նույն հնարավորությանը նորից սկսելու, ինչ ես ունեցա։ Բացահայտումը բոլորին անակնկալի բերեց։ Ռոբերտը հուզված փակեց աչքերը, հպարտ իր դստերով, ում նա դաստիարակել էր։ Լուկասը սեղմեց աթոռի թը, տպավորված Մարինեի առատաձեռնությամբ տեսլականով։
Հանդիսատեսին մի քանի վայրկյան պահանջվեց տեղեկությունը մարսելու համար, մինչ նրանք պայթեցին էլ ավելի ուժեղ ծափահարություններով։ Դա ոչ միայն անձնական հաղթահարման պատմություն էր։ Դա սոցիալական վերափոխման պարտավորություն էր։ Մարինեն ավարտեց իր խոսքը վերջին հաղորդագրությամբ. «Ես չվերապրեցի։ Ես վերածնվեցի։ Եվ ձեզանից յուրաքանչյուրը նույնպես կարող է վերածնվել, անկախ նրանից, թե քանի անգամ է ընկել։ Ուժը ձեր մեջ է։ Միշտ է եղել։ Պարզապես քաջություն է պետք դրան հասնելու համար»։ Երբ նա իջավ բեմից, նրան դիմավորեց կանանց մի շարք, ովքեր ցանկանում էին գրկել նրան, շնորհակալություն հայտնել, կիսվել իրենց սեփական պատմություններով։ Մարինեն մնաց այնտեղ գրեթե 1 ժամ, ուշադիր լսելով յուրաքանչյուրին։ Ոմանք նրան կոնտակտային քարտեր տվեցին, առաջարկելով օգնություն հիմնադրամին։ Մյուսները պարզապես բռնեցին նրա ձեռքը լռությամբ, անխոս համերաշխություն փոխանցելով։ Երբ նա վերջապես կարողացավ հեռանալ, Ռոբերտը Լուկասը սպասում էին նրան սրահի ավելի հանգիստ անկյունում։ Ռոբերտը ամուր գրկեց դստերը, շշնջալով, որ երբեք այդքան հպարտ չի եղել։ Լուկասը սպասեց իր հերթին, երբ Մարինեն շրջվեց դեպի նրան, պարզապես ասաց. «Դու արտակարգ ես»։ Եվ այնուհետ, առաջին անգամ նա համբուրեց նրան։ Մի մեղմ, հար, գալից համբույր, բայց լի խոստումով։ Մարինեն զգաց, որ դա ցիկլի կատարյալ ավարտ էր։ Նա վերադարձել էր իր ամենամեծ նվաստացման վայրը, այն վերածել իր ամենամեծ հաղթանակի բեմի։ Նա ցավը վերածել էր նպատակի, տրավման, առաքելության։ Եվ գտել էր այդ ամենի մեջ ոչ միայն իր սեփական ուժը, այլ իսկական սիրո հնարավորությունը։ Միաժամանակ քաղաքի մյուս ծայրում Ռոդրիգոն դիտում էր դասախոսության ուղիղ հեռարձակումը բջջային հեռախոսով։ Նա մենակ էր իր վարձակալած բնակարանում, նստած մաշված բազմոցին, լույսերն անջատված։ Երբ Մարինեն հայտարարեց հիմնադրամի ստեղծման մասին, երբ ամբողջ սրահը ծափահարում էր նրան ոտքի վրա, Ռոդրիգոն զգաց կորցրածի ամբողջ ծանրությունը։ Ոչ միայն կնոջը, ոչ միայն ընտանիքը, այլ նշանակալի բանի մաս լինելու հնարավորությունը։ Ավելի լավը լինելու։ Միասին ինչ-որ բան կառուցելու։ Նա անջատեց բջջային հեռախոսը, երկար ժամանակ նստեց մթության մեջ։ Արցունքները դանդաղ եկան, լուռ։ Այս անգամ դրանք ինքնախղճահարության արցունքներ չէին։ Դրանք ընդունման արցունքներ էին։ Նա ոչնչացրել էր ամենալավ բանը, որ ուներ հպարտույց։ Ունից, անհասունությունից, բնավորության պակասից։ Եվ հիմա, այն ամենը, ինչ կարող էր անել, առաջ շարժվելն էր, գրելով դասերը։ Փորձելով ավելի լավը լինել։ Փորձելով արժանանալ գոնե երեխաների հեռավոր հարգանքին։ 2 շաբաթ անց Մարինեն իր նոր սենյակում էր Քավալյան ինկորպորացիոնում, ավարտելով Սոֆիա Քավալյան հիմնադրամի կանոնադրական փաստաթղթերը։ Սենյակն ուներ տեսարան դեպի երան, զարդարված էր Գաբրիելի Սոֆիայի լուսանկարներով, որոնք նա կախել էր պատին։ Նրա բջջային հեռախոսը զանգեց, դա Ջեսիկայից էր, աջակցության խմբից, ով ասում էր, որ 15 կին կապվել են, ցանկանալով մասնակցել հանդիպումներին Մարինեի դասախոսությունը դիտելուց հետո։ Նա ժպտաց պատասխանեց, որ ավելի մեծ տարածք կպատրաստի։ Աշխատանքը նոր էր սկսվում, բայց Մարինեն զգում էր, որ վերջապես ճիշտ ճանապարհի վրա է։ Ոչ այն ճանապարհը, որը նա պլանավորել էր տարիներ առաջ, երբ հանդիպեց Ռոդրիգոյին, բայց ավելի լավ ճանապարհ։ Իսկական ճանապարհ։ Իր ճանապարհը։ Այդ գիշեր, տանը, Մարինեն Գաբրիելին Սոֆիային քնացրեց, երգելով մի օրորոցային, որը նրա մայրը երգում էր իրեն, երբ երեխա էր։ Հետո նստեց պատշգամբում, նայելով երանյան երկնքի աստղերին։ Լուկասը զանգեց, բարի գիշեր մաղթելու շաբաթվա վերջին ընթրիք կազմակերպելու համար։ Ռոբերտը հաղորդագրություն ուղարկեց, հարցնելով, թե արդյոք նրան ինչ-որ բան պետք է։ Կյանքը դասավորվում էր այնպես, ինչպես նա երբեք չէր պատկերացրել, բայց որն ամբողջովին իմաստ ուներ։ Մարինեն վերցրեց բջջային հեռախոսը, ձայնագրեց իր վերջին ձայնային հաղորդագրությունը հուզական օրագրից։ 115-րդ օրը։ Ես սովոր էի կարծել, որ ինձ ինչ-որ մեկը պետք է լրացներ ինձ։ Բայց ես հայտնաբերեցի, որ արդեն ամբողջական էի։ Հայտնաբերեցի, որ իսկական սերը չի նվազեցնում, այն ընդլայնում է։ Հայտնաբերեցի, որ արժանապատվությունը բանակցելի չէ։ Եվ հայտնաբերեցի, որ պատմության ավարտը կարող է լինել ավելի մեծ բանի սկիզբը։ Իմ անունը Մարինե Քավալյան է։
Ես վերապրեցի։ Ես վերածնվեցի։ Եվ հիմա ես ապրում եմ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինեի պատմությունը դիպավ ձեր սրտերին, ինչպես դիպավ մերին այն պատմելիս։ Մենք գիտենք, որ ձեզանից շատերը կարող են դժվար իրավիճակներում լինել, կարող է հիշել, որ օգնություն փնտրելը թուլության նշան չէ, այլ հսկայական քաջության։ Եթե Մարինեի ճանապարհորդությունը ձեզ որևէ կերպ ոգեշնչել է, մի մոռացեք կիսվել այս տեսանյութով մեկի հետ, ով կարող է կարիք ունենալ լսելու այս հաղորդագրությունը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ պատմությունները, որոնք խորը մտորումներ են բերում հաղթահարման, ինքնասիրության նոր սկիզբների մասին։ Դրեք լայք, եթե այս պատմությունը ձեզ հուզել է, մեկնաբանություններում մեզ պատմեք, թե որ պահն է ամենաշատը տպավորել ձեզ Մարինեի ճանապարհին։ Մենք պատրաստել ենք հատուկ երկացանք այլ հավասարապես հուզիչ պատմություններով ճկունության անձնական վերափոխման մասին, որոնք կարող եք գտնել այստեղ։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք ուսումնասիրում են կյանքի բարդությունը, մարդկային ոգու ուժը։ Ձեր մասնակցությունը մեկնաբանությունների, հավանումների տարածումների միջոցով մոտիվացնում է մեզ շարունակել այս աշխատանքը։ Շատ շնորհակալ ենք մեզ հետ լինելու համար։ Մինչ հաջորդ պատմությունը։